թարախային արթրիտները բան մերը չի։ Ով է ռևմատոլոգիայի հիվանդը։ Չունենալով անգամ գենետիկայի պատասխան, դու կարաս ախտորոշում դնես։ Ընդունել է պուբերտատ տարիքից հետո կոլխիցին է, սերմի որակական հատկանիշները վատն են ու ուրիշ խնդիր չի հայտնաբերվում։ Բերչետի աղիքի ախտարարումը կրոնի ախտարարումից բացարձակ չի լինում տարբեր։ Աշխարհում մի քանի դեղեր կան, որ փրկության են եղել, դա կոլխիցինն է, դա ինսուլինն է։ Կոչ անենք բոլոր մամաներին տվեք կոլխիցինը ձեր բալիկներին այդ դեղը։ Շատ հիվանդներ ձեր մոտ գալիս են անիմաստ։ Անիմաստ է գալը, եթե վնասված ինչ-որ բան ունես։ Այսօր շատ հետաքրքիր զրույց է մեզ սպասվում, շաբաթ առավոտյան դեկտեմբերյան այսօրը դուք նայելու եք ամենահետաքրքրաշարժ մեդքասթերը հենց իմ համար։ Իմ գիրքը, ինչպես բոլորդ գիտեք, ֆուտբոլն է։ Ու մեր այսօրվա հյուրը բացի բժիշկ լինելուց, նաև ֆուտբոլային մեծ երկրպագու է։ Իսկ խոսալու ենք այսօր ռևմատոլոգիայից, իսկ մեր հյուրը Նայիրի բժշկական կենտրոնի ռևմատոլոգիական ծառայության ղեկավար, գիտությունների թեկնածու թե դոկտոր։ Ոչ մեկը, ոչ մյուսը։ Սիրում եմ ձեր նման գործի մարդկանց։ Ռևմատոլոգիական ծառայության ղեկավար Վահան Մուկուչյանը, դոկտոր ջան, բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Այսինքն հենց միանգամից հարցը տամ։ Ինչի ոչ տեխնացուական կա, ոչ դոկտորական կա։ Իմ ազգուտակը, մտերիմները, գոլեգաները սպանեցին ականջից նստելով, եփես մի հատ մոնումենտալ աշխատություն գրելու, որովհետև որպեսզի ունենաս տեխնացուի կամ դոկտորի կոչումը, խի չունեք։ Շատ բանալ պատասխան է, ժամանակ չունեմ դրա համար, ընկածենք հիվանդ բուժելով։ Բայց մյուս կողմից են մնացած մեր գոլեգաները, որ միջև այդ արել է այդ ամեն ինչը խի իրանք զբաղված չեն եղել է։ Բայց չգիտեմ, ժամանակներն է դարել տենց, որ առաջնահերթություն ենք տալի աշխատանքին ու այդ գիտական մասը մնում է երկրորդ պլան, թեև լավ կլներ որ լինի, թեև սենց ինձ ոնց որ նայում եմ դժվար մոտակա ժամանակներս տենց բան տեղի ունենա։ Ձեր աշխատանքային օրը 12 ժամ է տևում։ 11-12, հա 7:30-ից ես ակտիվ եմ, բոլորը գիտեն։ Սոցիալական ծառայությունների նախարարությունը պետք է ուշադիրն է, որտեղ էքսպլուատացիա է գնում, սպիտակամորթ միջին տարիքի տղամարդու, ասենք, հա։ Ամենակիչ իրավունքները սպիտակամորթ միջին տարիքի Հա, տղամարդ։ կստացի էդի տենց բան կա, հեսա կոլումենտերում կասան չէ, տենց բան չկա, բայց ռասիզմ չէ ինչի, բայց այսօրվա դրությամբ, հա, սպիտակամորթ միջին տարիքի տղամարդու իրավունքները ամենակիչն է։ Ոչ մեկ հաշվել չի առնում։ Չէ, բայց դա իմ ընտրությունն է, դոկտոր, որպեսզի չդնենք բանի մեջ, հա, հումորով։ Իհարկե։ Բայց դե իրոք, հա, աշխատանքը հենց մեծ մասնավերցնում էր օրվա վերջում արդեն մնում է ընտանիքին մի կտոր, մի փոքր մաս էլ ֆուտբոլին։ Հետո ես կնոջս էի ասում, ասում էի նայ աշխարհում բժիշկ չեմ կինը, բանկում աշխատում ու կնոջս միշտ ասում էի նայ բոլորի կյանքը սենց է դասավորված։ Կա աշխատանք, ընտանիք, հոբբի, ընկերներ, մերը կա աշխատանք ու իր շուրջը կա հոբբի, ընկերներ, ընտանիք, որովհետև օրինակ այն օրը որ որոշել էի վերջապես Ավանի Play City տանեմ աղջկաս խաղանք ընդեղ ու առավոտ հիվանդին կաթետր եմ դրել, ժամը 8:30-9-ին տուն եմ հասել, երեխուս վերցրել եմ, ասել եմ ոչինչ, մի 2 ժամ ուշ թող քնի, գնանք Play City-ում խաղա, հասնում ենք Play City, պատվեր ենք անում սրճարանից ու զանգ է գալիս հեռախոսից բժիշկ են կաթետրը որ դրել եք, հիվանդը բանը, անահոսում է։ Կնոջս թողել եմ տաքսու հույսով կամ թե հորս զանգեցես կգաս իրանց տուն կտանես, ես պրիմիկոմ հիվանդանաց ու կներեք ինձ իմ տնեցիք, թող ձեր տնեցիք է ձեզ, որովհետև այդ տենց է։ Շատ հաճախ մեզ հանդիպող բաներ, կիրակի օրով քաղաքում չեմ, բայց եսա հասնում եմ, եսա կգամ, տարեք էմերջենսի եսա կգամ, թվում է թե ռևմատոլոգիայի ինչ էմերջենսի, բայց լինում է, ունենում ենք վասկուլիտներ ենք ունենում սրացած, նենց որ այդ նույն ինչ որ պատմում եք, այդ մեր առօրյայի մի մաս։ Այդ եմ ասում, մեր առօրյան մեր գործի կողքն է կառուցվում։ Ու դրա համար բժիշկներին պետք է լավ վարձատրել։ Ընտելացել են, բայց մեր շրջապատը ընկերներ, բան, տնեցիք, բոլորն էլ հասկանում են, որ այդ է, որ շատ էլ ուզեն չի փոխվել դա։ Միան այդ մեր ընտրությունն է այսօրվա դրությամբ դուք ինչ կարայիք աշխատեիք։ Սպորտային լրագրող, մարզական լրագրող, ոչ թե կարա, ուրիշ բան էլ կանալի, բայց մեծ սիրով կանայի այդ ամենը։ Ես այս անգամ այս վերջերս շնորհակալություն Լիլիթին Fast Sport-ից, այս պահը կտրեք ինձ story-ով տակ, իմ կյանքի երազանքներից մեկը իրականացավ, կլասիկոից առաջ պրեմատչի էի հրավիրված,
ու կինս գիտի թե ինչքան լարված է, այսքան եթերներ, այսքան տարբեր հեռուստալիքներ գնացել եմ, բայց հիմա գնալու էի Հայաստանում Ռեալ Մադրիդը ներկայացնի, ինչ որ ուրիշ զգացողություն չէ, ես էլ ինձ թվում է իմ երկրորդ Այսինքն եթե բժիշկ չլինեի, հաստատ սպորտային մարզական բան։ Ձեր YouTube-ն էլ է սկսում ու վերջանում ֆուտբոլային տարբեր տեսություններով, հաղորդումներով, գոլ 24, չգիտեմ այնտեղ։ Տարիներ առաջ ավելի շատ, հետո բան ունեի ես մի հատ տենց առանձնահատկություն 8 տարի ապրել եմ Հունաստանում։ Հունաստանում այդ ֆանատիզմի բանը տենց շատ վառ արտահայտված է, էլի։ Հա, որ Սալոնիկում եմ ապրել, ՊԱՕԿ Արիս տենց հակամարտություն կա, ու նաև ՊԱՕԿ Օլիմպիակոս բան Աթենքի ավտոների համարները ջարդեն Սալոնիկում ավտոներ։ Ուշում տենց ու մարզական ռադիոներ կան։ Ամեն քաղաքը նո Սալոնիկը գոնե 3 հատ ունի, 3 հատ այն ժամանակ կար 2000-ականներին, որ 24 ժամ լայվ բաներ քննարկվում, սպորտ էր քննարկվում, ֆուտբոլ երկրորդ տեղում բասկետբոլն է, երրորդ տեղում պոլո, վոլեյբոլ, տենց մնացած բաներ արդեն, բայց որ 24 ժամ, տաքսիստը ժամ 2-ին տաքսի է քշում, սրտի եկածը պետք է ասի, զանգում է ուղիաթերում ու արտահայտվում։ Նրանց հետաքրքիր կոմենտներ, նույնպես վերլուծություններ են, այս մարդիկ այնպես վերլուծություն էին անում, ասես պրոֆեսիոնալ է, սաղ կյանքը սրանով բա ու հետաքրքիր հաղորդումներ կային մարդիկ, որ պատրաստվում են, գալիս են։ Այդ ժամանակ հələ բեթը չէր մտել տենց շատ խորը այդ ամեն ինչի մեջ, բացարձակ վերլուծություններ էր էլի սպորտի համար ու ուշքես գնալ լսում եք, գիշեր 24 ժամ լսում եք, կայֆ կլինի։ Ու ես հիմա միջև հիմա մեքենայի մեջ կարող եմ ունական մի հատ ռադիո դնեմ լայվ դե ինտերնետով կպնում, դες լսելու չեմ գնա, հա, դա բան է, էլի, ուրիշ զգացողություն է։ Ես օրինակի համար մենք էլի Հունաստանի կվերադառնանք, ես Կրասնոդարում եմ ապրել, ու երբ որ Սպարտակն էր գալիս խաղալու կամ ՑՍԿ-ն, Մասին քաղաքի կենտրոն ասում էին դուրս չգաք, քաղաքը Մուսիլինիա է, որովհետև Սպարտակի ֆանատները Կրասնոդարի ֆանատների հետ, կամ Կրասնոդար Կուբան խաղի ժամանակ որևէ քաղաքի մի ծերը մի ստադիոններ, մյուս Կուբանը խաղում էր երկրորդ լիգայում թույլ թիմ էր, բայց Կուբանի ֆանատներն ավելի ուժեղ են, քան Կրասնոդարի։ Մենք որ Հայաստանում չունենք զարգացած ֆուտբոլ, ասում եմ մենակ Հայաստանում կարող լինի Վանաձորցի Լիվերպուլի ֆանատ օրինակ, հա, բայց այնտեղ որ դու նայում ես մարդը Կուբան Даже RPL չի խաղում, Ռասիստի Պրեմիեր լիգա չի, երկրորդ դիվիզիոնի ինչ որ կեսերում թավալ է գալիս է թիմը, այնց երկրպագուներ կային այդ թիմերի։ Ֆանատիզմը, այդ բան չի։ Ու մեր մոտ էլ իհարկե կա շարժումը։ First Armenia Front-ը, հա, ես ինչ որ պահի դաժե ակունքներում եղել եմ մի որոշ ժամանակ, բայց դա տարիներ առաջ էր, տասնամյակ առաջ էր կարելի ասել։ Կարծում եմ մեր մենտալիտետի մեջ շատ չկա այդ ինչքան էլ որ զարգանա ինչքան որ մենք թշնամանքի չենք հասնի ու բարեբախտաբար չկա էլի ժամանակ առ ժամանակ տեսնում ես ֆանատները թշնամանքի է վերածվում Ֆիլմ կա West Ham-ի ֆանատների մասին, հա, չեմ հիշում ոնց էր կոչվում, Grozny улицы թե ինչ որ sense մի բան, ֆանատների մասին է West Ham ֆուտբոլական թիմի, որ Հայաստանում ասած West Ham, ասենք ինչ որ պահի 10-րդ տեղն է Պրեմիեր լիգայում կամ ավելի անգամ, բայց հզոր ֆանատների ակումբ ունի։ Մի քիչ ֆուտբոլից խոսացինք, շարունակենք այդ թեման, ինչի Լիվերպուլ Չունի պատասխան այդ, հա, բայց երևի թե կարամ հիշեմ ժամանակահատվածը 2005 թվականի ֆինալը Միլանի հետ։ Հանրայց Ստամբուլյան եւ ֆինալը, հա, այդ Ստամբուլյան ֆինալը, որը արդեն իսկ համակրանքը կար, բայց այդ խաղից հետո ասենց ամեն ինչ շրջվեց, հետո էլի միջավայրը շատ է ազդում։ Շուրջը շատ են Լիվերպուլի երկրպագուները ու Ին վրա այդ տարածվեց էլի այդ էլի Հունաստանի այդ ֆինալը ես մեկ-մեկ միացնում եմ զուտ այդ վերջի 15 րոպեն այդ խաղի չգիտեմ էլի էդի ֆուտբոլային պատմության են PSG Բարսելոնայի 6-1-ը ամեն դեպքում այդպես խաղեր կա ոնց որ նույն նշեցիք Ստամբուլյան ֆինալը դա PSG Բարսելոնայի 6-1-ն է դե Ռեալի Ռեմոնտադաներն է որ տենց ահռելի քանակումներ կա այդ Լեստերը որ դառավ չեմպիոն ես Լեստերի պատմությունը անգիր գիտեմ 2016 թիվներ ոնց ինչ որ վարձին ու ինչ որ մի հատ տրակված չենք հավատում, բայց ոչ ոք չէր հավատում որ տենց կստացվի։ Այդ ու
դառնում է Պրեմիեր լիգայի, աշխարհի ամենաուժեղ լիգայի, ոչ մեկ թող չնեղանա, բայց 5 տոպ լիգաների ամենալիգան դա անգլիական Պրեմիեր լիգան է։ Կասկած դաժե չկա, ինձ թվում է որևէ մեկը չի էլ կարող։ Որտեվ իսպանական Լա լիգան, եթե հանում ենք 3 թիմ Ատլետիկո Ռեալ Բարսելոն, ստացվում է հայկական Պրեմիեր լիգա։ Բա ամեն դեպքում զիջում է։ Հա, զիջում է։ Իտալականը, եթե 90-ականներին դա ինչ-որ գրանդերի, տասնյակ գրանդերի թիմեր, հիմա էլի մի քանի թիմի շուրջ է պատտվում։ Անգլիական Պրեմիեր լիգան երբ որ սկսվում է առաջնությունը, ես զարմանում եմ մարդկանց վրա, ովքեր փորձում են հասկանալ, թե ով է դառնալու չեմպիոն։ Որտեվ պոտենցիալ մի 10 հոգի չեմպիոն կա այդտեղ, ու Լեստերի նման մեկն էլ կարող է։ Լեստերի տանին նույնիսկ ես էի Լեստերի կողմից, էլ Լիվերպուլը շանս չուներ արդեն։ Հեքիաթային թիմ է։ Շատ, չէ, շատ իրոք բաներ։ Էլ չի լինի երևի կամ դժվար էլի ես իմ երբ կլինի։ Եղել են պատմության մեջ տենց թիմեր, բայց այդ ֆուտբոլային գեղեցկությունը հենց այդ ոչ մի քուչի տղերքով եկան, դե վարձին արդեն ֆուտբոլը թողել շինարարության մեջ էր աշխատում, դե դա գալիս դառնում է մարզիչի դերը տեղ կարևոր էր։ Հետո ինչ որ երևի գործոններ համընկան, չգիտեմ, մյուս թիմերի հետ կապված կամ իրանց միա այտենց համուր լինելը կամ չգիտեմ 1000 բան էլի համընկավ, չեմ կարող ասել որ մի պատճառ ուներ դա։ Իսկ այս տարի ով է Պրեմիեր լիգայի չեմպիոն դառնալը։ Արսենալը։ Բոլորը այդ կարտը։ Դառը բանով ասում եմ, որտեվ այս տարի Լիվերպուլը շատ է կորցնում, ոչ միայն որ հիմա միավորներով հետ է, ինքը խաղից էլ է իր ձեռագիրը, իր այդ ավտոմատիզմները են, ինչ որ պետք է արվի, տեսնում ես, որ այս թիմ չեմպիոն դառնալու թիմ չի։ Եթե դառնա է վերջո, ինձ թվում է այսօրվա դրությամբ դաժե արժանի էլ չի որ դառնա։ Բայց որովհետև կար Յուրգեն Կլոպ, Արնե Սլոտը ոնց որ այս անցյալ տարին էլ որ չեմպիոն դառավ, ոնց որ Յուրգեն Կլոպի գծած ճանապարհով գնաց, իսկ հիմա Յուրգենը չկա ու թիմը ոնց որ շատ մեծ փող ծախսեց, $5 միլիարդ փող ծախսվեց։ $5 միլիարդ Ֆլորիան Վիրցի համար, որով մի հատ ես վերջում ես Ռեալի խաղից առաջ գրել թե Վիրցը գոլ խփի, ես կթրաշվեմ։ Քանի տարի հետո, ասենք եթե Ֆլորիան Վիրցը գոլ խփի։ Ես կարծում եմ Իսակի գնումը ավելի վատնում էր փողերի, քան Վիրցը, բայց Վիրցն էլ մի եսիմից։ Չի դե այնտեղ Կերկեսն էլ կարծում եմ իր երեկվա խաղը մեր տղեկը Կերկեսին փակել էին նենց որ նես չի որ Կերկեսին ես բաներ ասում։ Հունգարիայի հավաքականում երկու խաղացող կար, որ խաղում է Լիվերպուլում։ Կերկեսը ու Սոբոսլայը։ Սոբոսլայը որակով ֆուտբոլիստ, Սոբոսլայը նորը Ռեալի պրեսինգը Սոբոսլային էր էլի, անում ամեն երկրորդ բառը կոմենտատորի Սոբոսլայ։ Այս տարի հապես լավ է խաղում Սոբոսլայը, անցյալ տարիների համեմատ ու ինքը ունիվերսալիզմ էլ ունի։ Իրան կարաս օգտագործես հենակետայինում, կարաս առաջ քաշված օգտագործես։ Շատ ժամանակ աչպաշտպանել է խաղացել։ Ժամանակ ա եղել Տրենտից հետո Լիվերպուլի աչ թևը այդ նույն Կերկեսի ու Բրեդլի վրայա, բայց հաստատ Որոշ կաթում է տանիքը, էլի այդ կողմից։ Սենց հարց, Տրենտը դավաճան է, թե չէ։ Տրենտը կարար իրան ավելի ճիշտ պահեր։ Դավաճան չէի ասի, բայց ինքը լինելով Լիվերպուլի մանկապարտեզից սերված անձ, գիտակցելով իր ֆուտբոլային արժեքը, պիտի ի բարություն իր թիմի օգտագործեր իր արժեքը։ Էլի գնար։ Okay, բոլորս Կոուտինյոն երբ որ գնաց Բարսելոնա մեծ սիրով իրան ճանապարհեցինք։ Լուիս Սուարեսը թաթիկով արեցինք ճանապարհեց։ Ու տենց բոլոր ֆուտբոլիստներն էլ ամենօրը գնաց Մանեն, որ այդևի սեր կար Մանեի հանդեպ, Մանեին բացի ֆուտբոլից որպես մարդ էլ են բոլորը շատ սիրում։ Բոլոր գնացին ամեն մեկը իր ձևով, դե ֆուտբոլն է, տենց պարզ է։ Տրենտի գնալը էլի կգնար, բայց եթե իրան պահերն են ոնց որ կարգնա, այսինքն վաճառվեր 100 միլիոնով, որտեվ կարար տենց լիներ։ Այսինքն երկարացնել պայմանագիրը հետո Ռեալի տեղափոխվելն ոնց որ նորմալ արվում, ոչ ոք իրան բան չի ասի, ինքը կմնար էլի նույն ձևի։ Իսկ այսօր իրան բանն անում էլի։ Լիվերպուլում այսօր խաղումը, ես էլ ասեմ ու ասենք բժշկությանը, Լիվերպուլում այսօր խաղումը իմ համար վերջի 10 տարվա ամենալավ ֆուտբոլիստներից մեկը, ով հեչից մի երկու ոսկե գնդակի արժանի էր։ Ֆուտբոլիստ, ով իմ համար հավատարմության, լավ ֆուտբոլիստ լինելու, լավ մարդ լինելու համեստության հետալոնն է Մո Սալահն է։ Չգիտեմ, Սալահը դա մի հատ ես մի քանի տարի կարամ առանձնել, որ Սալահը պետք է ոսկե գնդակ տաներ։ Ամեն տարի այդ խոսակցությունը գնում է, բայց մեկը վերջում կամ որովհետև քվեարկում են մարդիկ ռեալ, ովքեր լսել են Կրիստիանո Ռոնալդո ու նույն Սուարեսին վերցնենք։ Սեզոն կար, երբ որ ինքը թե Կրիստիանոից, թե Մեսսից շատ էր գոլ խփել, շատ էր գոլային փոխանցում արել։
Քրիստիանո Ռոնալդուն է վերցնում տանում։ Ես Ռեալի որպես երկրպագու Ռոնալդուն ընդհանրապես արժանի չէր։ Դե այդ տարի Սուարեսի տարին էր։ Եղել են տարիներ, որ հա ուրիշներ հաստատ արժանի են եղել։ Այս Սալայի ֆակտորը նաև իր էլի տենց իր համեստության, իր մարդ տեսակի եւ հա եգիպտացիա, իրոք կարող է որ իսպանացի լիներ, ավելի հեշտ էր։ Մեր Հենրիկ Մխիթարյանի ու Բելինգեմի ստատիստիկան, որ բնում համեմատում ես Դորտմունդի Բորուսիայով, գրեթե նույնն է։ Բայց այնի Ջուդ Բելինգեմն է, այն Հենրիկ Մխիթարյանն է։ Բայց էլի մեր լեգենդն է, էլի մեր բանը, բայց ստատիստիկորեն Հենրիկ Մխիթարյանը, բայց Հենրիկ Մխիթարյանը մեդիայինի ֆուտբոլիստ չի, Instagram-ի ֆուտբոլիստ չի, նույն բնույթն է տենց։ Միակ ֆուտբոլիստը, որը տենց արժանավուն, ես տենց շատ էի ուրախացել, որ ստացա ոսկե գնդակ, չնայած Վինիսիուսը պետք է ասում են Վինիսիուսին նա Վինիսիուսին, Ռոդրին է։ Ռոդրին համեստության այն քաղցր ֆուտբոլիստներից են, որ Պույոլի, հա, Ռաուլի ու մնացածի նման, որ նայում ես, ասում ես իր կյանքը ֆուտբոլն է, էլի։ Չէ, շատ արժան էր այդ տարին, որ ստացավ, իսկ Սալահը ինքը կմնա Լիվերպուլի պատմության, որտեվ եւ հարյուրավոր ռեկորդների հեղինակ է այս պահին, ու դժվար է գերազանցվող ռեկորդների։ Հիմա գնում է Ալեն Շիրերի հետևից, թեև շատ դժվար է բռնել այդ ստատիստիկան Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկուի բան, բայց հիմա արդեն ներխուժում է top 3 կամած, չէ, բանա Քեյնն էլ մեծ թիվով գոլ ունի։ Արժանի ֆուտբոլիստ արժանի տղա Լիվերպուլի նվաճումների մի մեծ մասն էլ իր անձնական նվաճում։ Էնֆիլդը իրան հիշելու է, Էնֆիլդի մի հատ անկյունում հաստատ Մո Սալահի մասին մի հատ անկյուն լնելու է, ոնց որ ես ֆուտբոլի ամենամեծ հուզմունքներից մեկը ապրել եմ, երբ որ մտնել եմ Հռոմի Օլիմպիկ ստադիոն, որը համ Իտալիայի հավաքականինն է, համ Լացիոյինն է, համ Ռոմայինն է։ Եղել եք այդ ստադիոնում։ Չէ, ես Սանտիագո Բեռնաբեում։ Այդ ամենամեծ հիասթափությունն է, որպես Ռեալի երկրպագու ես անկեղծ ասեմ։ Մտնում ես առաջինը ինչ ես դու տենում, տոծի շապիկն է կախած, որպես այդ ստադիոնի նվիրված, այդտեղի թիմին նվիրված, Ֆրանչեսկո Տոցին իմ համար այդ այն ֆուտբոլիստներից է, որ իսկական այդպես պետք է լինի ֆուտբոլիստը։ Օրինակար, լեգենդա։ Երբ որ քո թիմը հայտնվել է անելանելի վիճակում, քեզ ուզում է առնի Ռեալ Մադրիդը, Բարսելոնան, Մանչեսթեր Յունայթեդը, միլիոններ են առաջարկում, Սեր Ալեքս Ֆերգյուսոնը զանգում է Տոցին, չէ, Դել Պիերոյի մասին այդ պատմությունը։ Դել Պիերոն էլ է նման, Դել Պիերոյի զանգում է։ Իդեպ Յուվենտուսում կա այդ աուրան, որ մտնում է ստադիոն, եղել է այդ աուրան քեզ բան է անում։ Սանտիագո Բեռնաբեում տենց չի։ Սանտիագո Բեռնաբեում ոնց որ Ֆլորենտինո Պերրասի անվան թանգարանն էր։ Այնտեղ չկար ինչ որ օրինակ ես զարմացա Կասիլիասի ձեռնոցները չկային։ Ոսկ ինչ որ Կասիլիասին ընդհանրապես լավ չի վերաբերվել։ Չէ, շատ վատ վերաբերվեցին։ Դրա մասին առանձին թողարկում ունեցել են իմ ռադիոյի եթերում Գևորգ Մալաքյանի հետ, կարաք լսեք Կասիլիասի մասին, ու այստեղ հետաքրքիր էր, որ դու մտնում ես Տոցի էներգետիկան կա, հետո մտա նայեցի Տոցի Պրաշալնի խաղի նայել եմ այդ ես։ Այդ չկա տենց ֆիլմ, որ այդքան էմոցիա կարա տա, թե ոնց է Տոցին Ռոմայից բաժանվում, ավտոբուսները Հռոմում համարն է գրած, ասենք 55 համար, ու հետո թեքվում է էդի բանը Գրացիա կապիտանո։ Ու այդ փշակախվել Ռիլս կային, որ հայտարարում են իրան, է կապիտան։ Վեր այդ ռիլս կա իր։ Ֆիորի դի Ռոմա։ Այդ ու շատ լավ։ այդ ցույց է տալիս Լիվերպուլում դե Ջերարդն է նման խաղացող եղել, Ալան Շիրերն է եղել, ու մի հատ լավ բան է, PlayStation խաղում եք։ Ունեմ, բայց ֆուտբոլ չեմ։ FIFA 26-ում մի հատ թիմ կա, SC 21 բանն է, Classico 21, այսինքն 20 էուր, Classico 20 էուր դա լագուն խաղացողներն են։ Դուք հնարավորություն ունեք մի թիմում խաղալու Պելեի, Մարադոննան, Ալան Շիրերը, Ջորջ Բեսթը, Լև Յաշինը դարպասներին, շատ լեգենդար խաղեր է ստացվում։ Մանավանդ որ 21-րդ դարի հետ է խաղում Պելեն Ռոնալդինյոյի դեմ, ֆանտաստիկ կլինի, բայց հետաքրքիր բան է, դա մտածել չէ։ FIFA 26-ը, որ ուզենեք կտամ խաղակ։ Բայց իրոք, չէ, մենք բան ենք խաղում, տես Uncharted բան։ Նու մենք մի դասանից ենք, ոնց հասկացա, հիմա տնենք բժշկությունը մեր հայացքներն նույնպես կիսում ենք, թե չէ։ Ռևմատոլոգիան տղամարդու համար ոչ պոպուլյար մասնագիտություն է։ Գուցե եւ միակ ռևմատոլոգն եք։ Միակը չեմ, չէ, կան տղաներ, մի քիչ ավելի երիտասարդ, կան, գալիս են սերունդը եւ ունեցել ենք լեգենդար Արարատ Աշեսովիչը, ով որ ցավոք լուսավորքի, ով որ եղել է շատ երկար տարիներ, եղել է եւս մեկ տղամարդ ռևմատոլոգ Աղաբաբով Սերգեյ, ում որ ես չեմ հասցրել, էլի շուտ մահացել է վաղամերիկ, բայց իրոք պոպուլյար չի Հայաստանում, ընդհանրապես խորհրդային միությունում պոպուլյար չի, բայց Եվրոպայում դա հարց քննարկվել է դուրս էլի, որ մի անգամ բան ունեինք
տենց room of fact տենց մեծ ծրագիր կա, գնում ենք եվրոպական ասոցիացիաներից, կանչում են մի օքո, որ տվյալներ է ներկայացնում, քանի ռևմատոլոգ կա, քանի ստենկին, քանի տղամարդ, միջին աշխատավարձ, միջին աշխատաժամ, ինչքան ոնց որ մահճակալ կա ռևմատոլոգիական, ինչքան ռևմատոլոգիական բուժքույր կա, բան կա, տենց հավաքվում ու քննարկում են, էլի որ դեղերն են հասանելի, այլ ու երբ որ պարզ դարձավ մեր ստատիստիկան, դու ամեն երկինը քննարկվում է, հավաքվում ենք տենց մեր ստատիստիկայի նման ստատիստիկաներ ուներ Մոլդավան, ուներ տենց խորհրդային միության Լիտվան, բան եւ նենց երկրներ, որտեղ տենց մնացել է ռուսական դպրոցը։ Ռևմատոլոգիա պետք է ռևմատոլոգները, հա, կանանց տենց բաներ էլի մասնագիտություն։ Հա, մասնագիտը տղամարդիկ եզակի, բայց Եվրոպայում դες չունեք, եթե նայում ես Ֆրանսիայի, Բելգիայի, Հոլանդիայի ստատիստիկաները մեծ գերակշռ, դաշտ Թուրքիայում Թուրքիան որոշի 80% եւ ավը տղամարդիկ են։ Իսկ ոնց ստացվեց, որ դուք ռևմատոլոգ դառաք։ Դուք լավ եք սովորել ինստիտուտում։ Դե հիմա ինչ ուզեմ կարող ասեմ, որովհետեւ Հայաստանում չեմ սովորել, ով ատեսը ոնց է, բայց լավ եմ սովորել։ Բա որ լավ եք սովորել, պետք է դառնայի կամ սրտաբան, կամ կարդիոխիրուրգ, կամ նեյրոխիրուրգ, այդպես է, չէ՞, ընդունված։ Հա, չէ, չի եղել вообще ոչ մի անգամ այդտենց բան, նայեք, սենց եղավ։ Բանակից զորացրվում էի, արդեն ու всё, արդինատուրա պետք է գնանք։ Այդ Հունաստանում։ Չէ, արդեն ստեղ հայոց բանակից։ Ու որոշումը մանկաբուժության ու նյարդաբանության մեջ է։ Ու զանգում անկերներից մեկը ասում է նստած ենք էլի կանոնները կամ տանել ասում։ Ասում աղյանը դոնել է ստեղ նստած ենք իրար հետ արի։ Գնացինք տենց դոկտորը համար ասում եմ դե գնում եմ վաղը գրեմ էլի բան։ Մանկաբուժություն եմ երևի գրելու։ Վաղ մի հատ մտածի էլի ռևմատոլոգիայի մասին ու ես բան եմ անում, ասում եմ դոկտոր ջան, ախր ես միշտ այն կարծիքի եմ եղել, որ մարդ ինչքան կտցրած լինի, 6 տարի բժշկական սովորի գնամ 2 տարի արդյունատուրա, որ դառնա ռևմատոլոգ, այդքան բան կա դառնալու, այդ նույնի պրոֆեսիոն է։ Ու եկատունը սկսեցի մտածել դրա մասին, հաջորդ առավոտ գնացի գրեցի ռևմատոլոգիա, այսինքն որոշում եղել է տենց սպոնտան ընկերոջ խորհրդով, բայց այսօր որ հետադարձ հայացք եմ նայում, հաստատ որ ընտրելուն էլ կընտրեի ես։ Սաղի պատմությունը տենց հետաքրքիր է, օրինակ նոր Արտուր Մկրտիչովիչներ, Գրաբսկիներ, հա, ինքն էլ պատմել, որ ինքը արդեն թոքային խիրուրգիայի արդինատուրայի դիմում էր գրել, ու զուտ իրան էլ տենց ինչ-որ պատահական հանդիպման արդյունքում ընտրում է մասնագիտություն։ Մեր հետաքրքիր է, որ բոլորիս կյանքում էլ ես օրինակ ամիսուկես անեստեզիոլոգիա եմ սովորել, հետո նախախնամության շնորհիվ էլի հետեկա ուրոլոգիա, որտեղ միշտ ուզում եմ ուրոլոգ դառնալ, գնացի հասա Ռուսաստան, ասացին ուրոլոգիայում տեղ չկա, ռևմատոլոգիայում ռեանիմատոլոգիայում տեղ կա։ Քննությունս 100-ից 100 էի ստացել, ասի հետ չգնամ Հայաստան բան ընդունվեցի ու մի հատ աղջիկ զանգում է ինձ մի 2 շաբաթ հետո 3 Նատալիա Ռոնդ, միջև հիմա հիշում եմ, Սոչից մի հատ աղջիկ էր, ասում է. «Դավիթ, здравствуйте», ասում է, «Ես ուրոլոգիա եմ ընդունվել, չեմ ուզում ուրոլոգ դառնամ, ուզում եմ ռեանիմացիա դառնամ, կարան գնանք դեկանատ դիմում գրենք, փոխվենք տեղերը»։ Ուլում էր տենց հնարավորություն։ Հա, այդպես հնարավորություն կար, գնացինք դիմումը գրեցինք, ես դառա ուրոլոգ, ինքը դառա։ Ճիշտ արել է, աղջիկ երեխա էս ինչ գործ ունես։ Չէ, մեր բաժնում Ռուսաստանում շատ աղջիկ ուրոլոգներ կային, հա, ֆանտաստիկ խիրուրգներ ունեին ուրոլոգ, Հայաստանում էլ ունեին։ Ունեն։ Հա, Շենգայթում մեր Կարինա Վալերևնան, Ժասմինա Անդրանիկովնան, Նայիրի բժշկական կենտրոնում ունենք, բայց քիչ են։ Ոնց որ ռևմատոլոգիան կանայք տղամարդիկ են քիչ։ Այ նույն հարաբերակցությունն է ստացվում։ Ռևմատոլոգ մասնագիտությունը մենք երկու անգամ ստե Վալենտինա Սերգեևնայի հետ զրուցել ենք, բայց ռևմատոլոգ մասնագիտությունը ինչ է ենթադրում իրանից։ Ով է ռևմատոլոգիայի հիվանդը։ Դուք նոր օրինակ բերեցիք, որ դուք առավոտից իրիգուն աշխատում եք, բայց ձեր հիվանդների ինչ որ չափ, օրինակ 30%-ը ուղղակի ինչ որ տեղը ցավում է ու եկել է ռևմատոլոգի մոտ։ Այդ բանը կա, ինքը չի ֆիլտրվում, օրինակ Շվեդիայում դու չես կարա պրոստը պրյամը գնաս ռևմատոլոգի մոտ։ Քեզ պիտի ուղղորդի ընտանեկան բժիշկ, այսինքն պիտի ֆիլտրի, տեսնի որ այնտեղ համակարգային խնդիր կա, գնա ռևմատոլոգի մոտ։ Մեր մոտ է բարձա որ մարդը գալի վճարում է իր ծառայությունը մատուցում։ Ռևմատոլոգիան մարդն ով որ զբաղվում է հոդերի մկանների ցապես կամախքի բորբոքային հիվանդություններով, նույնիսկ ոսկրերի բորբոքային հիվանդություններով ու համակարգային հիվանդություններով, այսինքն բոլոր այն բաներով, երբ որ ամեն ինչ աուտոիմուն է, երբ որ անհասկանալի է, երբ որ իմուն մեդիացված է, ասենց ասեմ, իմունային համակարգի։ Երբ որ մեր սեփական բանակը հելնում է մեր դեմ։ Ես ռևմատոլոգիան ասում եմ բան, տենց զինված ապստամբության հիվանդություններն է, տենց է։ Ու պրոստե բան է, պիտի տարանջատվում է այնտեղ, բորբոքումը գիտենք լինում է երկու ձևի կամ ինֆեկցիոն կամ ոչ ինֆեկցիոն։ Ինֆեկցիոնը մնում է ինֆեկցիոնիստներին կամ օրթոպեդներին տրավմաբանական, ասենք, թարախային արթրիտները բան մերը չի։ Այն ինչ որ ոչ ինֆեկցիոն է, այն ինչ որ ինքնաբուխ է, այն ինչ որ իմունային համակարգի հետ կատարվող բան է, այդ ռևմատոլոգիան։ Ու դա արդեն բերում է լայն սպեկտր հիվանդությունների, 200-ից ավել հիվանդություններ,
Որոնք քիչ են հանդիպում, որոնք շատ են հանդիպում։ Կամ որ շատ են հանդիպում, օրինակ, եթե նայենք ռևմատոիդ արթրիտը բնակչության 1%-ին ախտահարում է, իսկ դա քիչ չի։ Դա արդեն մոտ 100 միլիոն մարդ արել, չէ, 800 Թե 80 միլիոն մարդ ամբողջ աշխարհում արեց, 100 միլիոն էլի օստեո արթրիտով այսօր աշխարհում ապրում են 260 միլիոն մարդ, այդ արտրոզն է ժողովուրդը ասում, արտրոզն է։ Նույնը նաև սպոնդիլո արթրիտները 1%-ից մի քիչ պակաս ախտահարում, այսինքն եւս այդքան պարբերական հիվանդությունը Հայաստանում 30-40 հազար պարբերական հիվանդ կա։ Քիչ չեն։ Ես ասեմ 45000 մենակ մեր բժշկական գենետիկայի կենտրոնում 98 թվականից այսքան անգամ թեստավորում դրական պատասխանով կա։ Այդ քիչ չի ու նույն մնացած էլ պադագրան, որը շատ տարածված հիվանդություն է։ Պադագրան դա հարուստների հիվանդություն է, հարուստների, ուտախ խմողների Մեր հաղորդման գործընկերն է բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնը։ Բժշկական գենետիկայի կենտրոնը Աբովյան 34/3 հասցեում գտնվող բոլորդ էլ գիտեք, ու գիտեք այնտեղ կարելի է հանձնել գենետիկական անալիզներ մասնավորապես պարբերական հիվանդության հետ կապված։ Սակայն քչերը գիտեն կամ զարմանում են մեկ-մեկ, որ բժշկական գենետիկայի կենտրոնում կարելի է հանձնել անալիզների ամբողջ սպեկտրը, սկսած արյան ընդհանուր քննությունից վերջացրած բարդ NGS պանելներով կապված հղիության, օնկոլոգիական հիվանդությունների, ռևմատոլոգիական հիվանդությունների, սիրտ-անոթային հիվանդությունների եւ այլ տարբեր տեսակի պաթոլոգիաների համար։ Կարող եք հանձնել հորմոնալ տեստեր, կենսաքիմիական տեստեր, մարիաբանական հզոր լաբորատորիա, PCR լաբորատորիա եւ շատ ծառայություններ, որ մատուցում է բժշկական գենետիկայի կենտրոնի պրոֆեսիոնալ, բարի ու շատ ընկերասեր թիմը։ Մանրամասների համար կարող եք զանգահարել 015 800 800 հեռախոսահամարով կամ այցելել cmg.am կայք։ Իդեպ բժշկական գենետիկայի կենտրոնը անցել է ISO հավաստագրումը։ Դե ինչ սիրելիներս, այցելեք մեր մոտ ու առողջ եղեք։ Հիմա մի քանի հարց եկեք հենց խոսանք պարբերական հիվանդությունից խոսացինք, մենք ազգի մեջ ընդունված էր որպես իրան Երևանյան հիվանդություն, բայց ինքը գիտականորեն կոչվում է միջերկրածովային տենդ։ Միջերկրածովյան ընտանեկան տենդ, շատ ճիշտ է, հա։ Գենն էլ է հենց տենց կոչվում։ Հա, երբ MYF Երբ մենք սենց թեորիա կա, երբ որ մենք հստակ տենում ենք հոմոզիգոտ կամ կոմպաունդ 2 հատ հետերոզիգոտ, ախտորոշումը գենետիկորեն հաստատվում է, բայց մենք ունենում ենք դեպքեր, երբ որ գենետիկան շղթում է, բայց կլինիկորեն ամեն ինչով ինքը նման է պարբերական հիվանդության։ Նախ եկեք խոսանք, որ մենք ոչ բոլոր գեներն ենք ստուգում։ Այսինքն Հայաստանում այդ հնարավորություն չկա։ Սենց է, դոկտոր ջան։ Չկա, բայց նույնիսկ եթե լինի էլ, մենք 98%-ը փակում ենք այդ մեր ստուգած գեներով։ Ու այն 2%-ն է մենակ, որը որ մնում է առանց գենետիկական վերիֆիկացման։ Բայց այդտեղ կարևոր այն է, որ դիագնոզը կլինիկական է։ Չունենալով անգամ գենետիկայի պատասխան, դու կարաս ախտորոշում դնես ու պարտավոր ես ախտորոշում դնել։ Գենետիկան մեզ շատ օգնում է, բայց եթե դու տեսնում ես այդ կլինիկան, դու պիտի իրան վարես պարբերականի պես։ Մինչև ի վերջո 99 թվին է գենետիկական անալիզը вообще ի հայտ եկել մարդիկ առաջին անգամ 99 թվին են բան արել էլի, թե որ գենում է պարունակում այդ մուտացիաները եւ այլ։ Եվ միջև այդ այսքան տարի ոնց էր դրվում մենակ կլինիկորեն։ Հիմա սենց հետաքրքիր բան կա, որ ամեն 3-րդ կամ 4-րդ ըստ տարբեր ստատիստիկաների առողջ հայ գեն կրող է պարբերական հիվանդություն։ Այն որ գալի ասում են մեր ցեղում չկա, այս պատասխանը սխալ է, բան է, դա նշանակում է մաման էլ papan էլ մի գեն կրող են, իրանք առողջ են, կատարյալ ոչ մի խնդիր չունեն։ 2 հատ գեն կրող ծնողներից 4 բալիկից մեկը լինելու է բացարձակ առանց մուտացիայի, 2 բալիկը լինելու են իրանց պես գեն կրող, մի բալիկը լինելու է հաստատված գենետիկորեն հիվանդ։ Հետևաբար այդ 7 պորտը մանգալը տենց հա օքեյ կարելի է մանգալ, բայց տենց է լինում էլի որ պարբերական են ունենում առանց ընտանիքներում ունեցած պարբերական։ Հիմա այդ ամեն 3-րդ 4-րդ առողջ մարդ, որ մի մուտացիա ունի, իրանց մի մասը կլինիկա են տալի։ Այսինքն մենք տեսնում ենք, որ մեր հիվանդների մի մեծ մասը տարբեր ստատիստիկաներ կան 30-40%-ը մի մուտացիայով են, այն մի հետերոզիգոտ մուտացիայով։ Ու դա իհարկե բարդություններ է բերում իր հետևից, որովհետև բացի այն, որ մարդը չի ուզում հավատալ, որ դիագնոզ ունի, երկրորդը ասում է չկա էլի դե ինչ ես հիմա լավ եմ էլի ոչ 1-3 օր վատեի հատ եմ մրսել էի, մի անգամ մրսելն էր, մյուս անգամ գրիպներ, մեկը լեգապարկ էր, մյուսը կուրյակը վիրահատեցին պրծավ, այնինչ օրերն անցավ, պրոստը կրիզը դուրս եկավ։ Պետքա դա շատ լավ ոնց որ փորձառու մասնագետ է պետք
մի քիչ հոգեբանորեն ճիշտ մոտենալ է պետք բուժարոին, որ այդ գենի մուտացիայով, մի գենի մուտացիայով մարդիկ բաց չթողնվեն, որովհետև ի վերջո իրենց կարելի է ախտորոշումը դնել, բուժումը սկսել, ու ամիջը գնի իր տեղը։ Իդեպ կոլխիցինի վրա լավ պատասխանը կրիտերիա է։ Մենք դել հաշվումների կրիտերիաներ, որով որ ախտորոշում ենք, այնտեղ չկա գենետիկական անալիզ, կլինիկական է ու լաբորատոր։ Ու եթե դու բարբերական հիվանդություն դնում ես հավանական, կոլխիցինը նշանակում ասում ես որ լավ գնաց, ուրեմն այդ է։ Իսկ եթե պրիստուպ ունեցաք, հա, տենց մոտեցում էլ կա, էլի, ես գենետիկայում դե ամեն օր բախվում եմ այդ խնդրին, մեր կենտրոնը եւ առաջատարն է հայտնաբերման առումով անալիզների, հա, աշխարհում բացարձակ թվով Հայաստանի գենետիկայի կենտրոնը ամենաշատ հետազոտություն արած բանը, ոչ թե բնակչության շնչին բաժին ընկնող, ամենաշատն է բացարձակ։ Տամարա Ֆաջեևնա, ես ձեզ շատ եմ սիրում, եկեք մեզ հյուր, իմ տնօրենն է, մեռական չէ։ Ես էլ ասեմ կարող է մի բան փոխվի, համեցեք հյուր։ Հա, այս պահս կտրելու են դնեմ, մենք սպասում ենք, որտեղ ֆանտաստիկ անձնավորություն, որ իր հանգիստ կյանքը Փարիզում թողում, գալիս է բացում է գենետիկայի կենտրոնը այս հիվանդների համար, ու ասում եմ 45000 դեպք 3 միլիոնանոց երկրում հայտնաբերել, ապահովել, ստեղծել ինֆրաստրուկտուրա իր կողքը, որ այդ մարդիկ երջանիկ կյանքով ապրեն, դա մեծամասամբ նաև Տամարա Ֆաջևն է շնորհիվ։ Շնորհիվ մեծ հարգանք ունեմ Տամարա Ֆաջևի հանդեպ ու մենք պիտի բոլորս այդ լավ գծած հիմքերը պահենք այն մարդիկ, ովքեր հետո են եկել, որ սովորել են իրանցից ու պիտի պահենք մի քիչ մոդեռնիզացնենք այն առումով, որ ռեստորներ ստեղծվեն, իհարկե ստեղծված է, կա գործում է եւ այլը։ Հիմա մենք անդամակցում ենք միջազգային այդ ժիր կոհորտ կա, որը որ մանկական տարիքից ախտորոշված բարբերական հիվանդների բանա վարում, տենց մեծ կոհորտ է, որից մեծ հետազոտություններ են լինում։ Հայաստանը հենց միացավ այդ կոհորտին, թվով դարավ առաջինը։ Շատ արագ էլի, որտեղ հենց հիմա abstract եմ ուղարկել Լոնդոնի Եվրոպայի կոնգրես 69-րդ կոնգրեսին abstract-ի թեման հենց կոլխիցին ընդունված մանկական տարիքից կոլխիցին ընդունված հիվանդների մոտ ծանր օլիգոզոոսպերմիաներն են ու այն բոլոր հիվանդների, ովքեր մեծ տարիքում են ընդունել ծանր օլիգոզոոսպերմիաներն, հետաքրքիր փաստ, հետաքրքիր նկատառում, որ իմ պրակտիկայում եղել է, բոլոր այն երեխաները, ում ծնողները ավելի ուշադիր են եղել ու փոքր տարիքում կամ բախտը բերել է պրիստուպ ունեցել, որտեղ ռեալ փոքր տարիքում պրիստուպ ունենալը դա բախտի բան է, ովքեր ընդունել են կոլխիցին մինչև պուբերտատ տարիքը, իրանք չունեն սերմի հետ կապված լուրջ խնդիրներ։ Դոկտոր մի հատ էլ ասա, մի հատ բարձր ձենով ասենք, որ այդ կոլխիցինը այդ կլինիկական հետազոտություն եմ գրում այդ թեմայով, որ ով փոքր տարիքից ով փոքր տարիքից կոլխիցինա ընդունում, ճիշտ է, իմս էլ փոքր հետազոտություն 46 հիվանդ կա, բայց այն դեպքում դժվար էր ընտրել, որ ուրիշ խնդիրներ չունի ճարպակալով։ Նորմալ պարբերական 40 հիվանդ եվրոպական ոչ մի երկրում 10 տարում չես հավաքին էս։ Ու հետաքրքիր է 46 հիվանդից ովքեր որ մանկուց ընդունել են, այսինքն հիվանդը եկավ անամնեզը հավաքեցի, ես Երևանյանն եմ, մեր բժիշկներից վերևի հարգից ուղարկեցին իմ մոտ, իմ հաշվին էլ եղել սպերմոգրամային կարել, նայում լավ ցուցանիշներ է։ Ով չի ընդունում կոլխիցինը, ով կամ ընդունել է պուբերտատ տարիքից հետո կոլխիցինը, սերմի որակական հատկանիշները վատն են ու ուրիշ խնդիր չի հայտնաբերվում։ Պարզ մի հատ հասարակ բան, Երևանյան այդ պարբերական հիվանդությունի ամիլոիդոզը ոչ միայն երիկամներն ախտարում, ոչ միայն ախտարում է որովայնի խոռոչը, այլ նաև ամորձիները։ Զուտ օրխիդն ու էպիդիդիմիտը իր դրսևորումներից մեկն է, իհարկե մայնոր դրսևորումը գլխավոր, բայց լինում է ու գումարած դրան լինում է սերմնացողանների կապում, հա։ Այդ կապումներից, այդ ստազից սերմի որակը շանս չկա, էլի լավ մնալ։ Տեստավորումն էլ հանգիստ հենց դրանով էլ բացատրվում է, որ իրանք ունեն նորմալ լյուտեինացնող ֆոլիկուլոխթանիչ հորմոն կամ տեստոստերոն, բայց սերմ չունեն, այսինքն սերմը արտադրվում է, ճանապարհները փակ են, կանալցիները փակ են, կապումներ կա, ու կոլխիցինը պետքա խմել, պետքա շատ ուրախ եմ, որ դու էլ ես դրանից խոսում, որովհետև մենք խոսում, բայց օգտագործենք այս հարթակը, կոչ անենք բոլոր մամաներին տվեք կոլխիցինը ձեր բալիկներին այդ դեղը դուք սպանում դառնա նորմալ մարդ, նորմալ ինձ։ Ես հիշում եմ, մի անգամ մի հատ աղջիկ էր ջահել, երևի 25 տարեկան, ռեգիստրատուրայի մոտ պատասխանը վերցրեց, նայեց ու սկսեց հեկեկալով լացել։ Հոմոզիգոտ պատասխաններ, տակնի գրած է, հայտնաբերված է, հաստատված է։ Սկսեց տենց հոնգուր լացել, մոտիկացել եմ, ուզում եմ հասկանաս էլի, ինչ ա եղել մարդուն օգնես, բան։ Բա տղայիս մոտ 5 տարեկան թե ինչ, ասում եմ, ոչ ոք հայտնաբերվել է, ասում եմ, դե փառք Աստծո, շշմած նայում էին, ասում եմ, հիվանդությունը իրանից չէր գնալու։
մի օր արտահայտվելու էր։ Հիմա դու շանս ունես, որ քո երեխան չունենա երիկամային անբավարարություն։ Լիքը մամաներ կուզեին այդ տարիքում գտնեին, ոչ թե 20-ում, 18-ում, 30-ում։ Դու ունես շանս քո երեխան առավոտը մի հատ հապ տաս յոգուրտի հետ, ինքը ուտի գնա աշխատանքի։ Չկա դրա մեջ։ Հա, մենք երկար խոսացինք, որ անպտղություն չի առաջացնում։ Հակառակը լիքը կոլխիցինը բորբոքային լիքը հիվանդություններից իրան ազատելու է։ Ու մենք պետք է գանք դրան, որ այնքան խոսանք տենց բաների մասին, որ այդ տաբուն չվերանա էլի վերջո։ Այսօր խոսք եմ տալի մատ ռիլ կնկարեմ հեսա այդ թեմայով տեղադրեմ երեկոյան։ Ջղային վիդեոների շարքից, հա, խմենք այդ ախր մենք մի քիչ ավակ սերնդի բժիշկ ունենք, ինքն էլ ցիտում էր թե ումից է լսել այդ արտահայտությունը, բայց ես չեմ կարող այդ շղթան միջև տանեմ, ասում էր աղջիկ ջան, այդ դեղը դու պիտի համբուրելով խմես։ Բայց փրկության դեղն է։ Հա, բայ։ Աշխարհում մի քանի դեղեր կան, որ փրկության են եղել, դա կոլխիցինն է, դա ինսուլինն է, դա ինչու՞ չէ պենիցիլինն է։ Դա ինչու՞ չէ հիմա Նոբելյան կտան կսկսեն խոսալ Օզեմպիկի, GLP-1-ի հայտնաբերողներն են, ֆուրորային դիաբետ են կոնտրոլանում նմանատիպ դեղերը, մարդիկ արդեն բոլոր պրեստիժնի մրցանակները ստացել են գիտական, մնացել է Նոբելյան, բայց դե գիտեք, Նոբելյան կոմիտետը 25 տարի հետո է շարժվում, որ մրցանակը տա, 20 տարի մարդիկ գնացել են GLP-1-ի ագոնիստներին, Մունջարոն, Օզեմպիկը եւ մնացածը Վեգովին ստեղծելու վրա, ու հարց ինչու՞մ է կայանում, լիքը չնայած էսել ասեմ, որ լիքը բժիշկների մոտ մեր մինչև հիմա այդ Օզեմպիկ բառը վախ առաջացնում, բայց երբ որ ուսումնասիրում կարդում ես կլինիկական մեծ հետազոտություններ են արվել այդ դեղերի շուրջ, իրանք շուկայում դուք ասեք Հա։ Ինչ սրսկվում եմ, ինչ ասեմ։ Հա դուք եք սրսկվում։ Չունենալով դիաբետ, ինչ ասեմ։ Սրսկվում եք դուք։ Հա, չաղանում եմ որտեղ ախպեր ինչ անում։ GLP նույն ինսուլինը որ, որ այդ կոլխիցինի թեմայով ավելի աբսուրդ բան ձեզ ասեմ, երբ որ էնդոկրինոլոգներ ես ոնց ասում եմ հակականալի խոսալու ինսուլինից կախվածություն առաջացնում ասում եմ ծովը տանեմ քո օրգանիզմ քո ենթաստամոքսային գեղձը քեզ դեղի վրա է նստացնում չեմ հասկանում ինսուլինից sense կախված է մեր օրգանիզմը ինսուլին չլինի ոնց հենց այդ ինսուլին չլինի առաջ տիպ դիաբետիկ ենք դառնում բոլորս ու հենց այդ է հարցը կոլխիցինը պետքա խմել Երկրորդ գնանք դեպի Երևանյան բարբերական հիվանդություն ինչ որ չափով քննարկեցինք, շատ են քննարկել, գնանք երկրորդ թեման, որ կուզեմ խոսամ, Դոկտոր Հաուսին նայել եք։ Հա, իհարկե։ Որն էր ես իրաց հիվանդությունը։ Պալչանքը։ Գայլախտ։ Գայլախտ։ Ինչա գայլախտը։ Սիրում էր Դոկտոր Հաուսը, ամեն ինչ գցում էր Պալչանկայի վրա։ Կամ սիրում էր հերքել, կամ սիրում էր իրան տենց, նայեք։ Գայլախտը ինքը տիպիկ աուտոիմուն հիվանդություն է, երբ որ արտադրվում են հակամարմիններ օրգանիզմում, մինչ այժմ անհայտ պատճառով արտադրվում են հակամարմիններ, այդ հակամարմինները թիրախավորում են որոշ բջիջներ, մասնավորապես կորիզավոր բջիջներ օրինակ, ու տրամաբանորեն թիրախավորում են որոշ օրգաններ, օրինակ ունեն սիրած օրգաններ, որոնց ախտարում են երիկամը իր սիրած օրգանն է, մաշկը իր սիրած օրգանն է, լորձաթաղանթները սիրած օրգանն է օրինակ լյարդը կամ ստամոքսը իրան շատ հետաքրքիր չի ու սկսում է պայքար ու եթե այդ պայքարին բժիշկը չմիջամտի ստացվում է որ ինքը կհասնի իր ուզածին մինչև վերջ կբերի ֆունկցիայի լիարժեք բան ընկճման պատճառը գիտության մեջ խորանալը մեր օրերում էլի անհույս է թե ինչից է առաջանում գայլախտը որևէ մեկը չի կարող այդ հարցին պատասխանի դեռևս տրամաբանական պատասխան չկա կան որոշ տրիգերներ օրինակ արևահարումը, ինսոլյացիան, ընդհանրապես արվիտակ երկարմանը կարա հրահրի մի հատ մեծ կրիզ, մեծ սրացում։ Որտեվ ֆոտոսգայուն է այդ մանավանդ մաշկային դրսևորումները, բայց գայլախտը էս էլ հայտարարենք սենց էլ ինքը դատավճիռ չի, չեմ ուզում որ տենց ընկալվի, որտեվ ժամանակին գիտեք չկար լաբորատոր տեստերը նենց ոնց որ հիմա կա, չկար այդ զգոնությունը բժիշկների մեջ ու գայլախտներն ախտորոշվում էին ուշ, արդեն ռեանիմացիոն, արդեն վատ վիճակում ու գայլախտը ոնց որ տրամաբանորեն ասոցացվում էր ծանր բանի հետ բայց մեր օրերում երբ որ կա իմունոլոգիական լաբորատորիա ու կան շատ վաղ փուլերում ախտորոշելու հնարավորություն ոչ մի այդ տեսականորեն այն ինչ որ պետք է լինի մարդու հետ չի լինում մենք հա պարզ բան բաբուչկան չենք տեսնում ես իմ երբ եմ տեսել վերջի անգամ բաբուչկա բայց գայլախտ ասոցացնում են այդ բաբուչկա սիրուն դեմքի հետ հա այդ բանը չենք տեսնում Դրա համար այսօր ասել գայլախտ ու տենց ընկնել դեպրեսիաների մեջ մոտս գայլախտ է բան, այդ տենց չի, էլի։ Հա, ինքը կարող ագրեսիվանա վերսնիկցի գետնին, բայց հիմնականում տենց լինում է
ոչ compliant and приверженность, որ դեռ ասում ես պիտի խմես, ասում եմ լավ է, ուշում այսօր երկու հատ խմեմ, վաղը մի հատ խմեմ, մի շաբաթ չեմ խմի, գնում եմ արձակուրդ, այն մեկը տղամարդ ալում, ասում ես որ արագ եմ խմելու, չեմ խմելու, բան։ Ու դե ստացվում է որ դեղը չի խմում մարդը, ու գալիս ենք, բա ասում եմ, բժիշկ ախր դու ասում ես լավ ալնելու ես, սենց եղավ։ Մենք ազգովի ունենք այդ դեղ խմելու խուսափելու հա այդ ներքին կարգապահությունը չկա էլի հալավ ինչ դեղ է նույնը կոլխիցին իմա ինչ դեղ է մենք անընդհատ տենում ենք ասում գալիս են կոլխիցին ինչի չես խմում դե շատ գիտեմ լավ է բան մեկ էլ տենում ես բանը էսե ամիլոիդը բարձրացել է հա դա նույնը գայլախտի մեջ է մի հատ հանգի մի հատ հիդրոքսիքլորոկին է պիտի խմեն գլխավոր դեղը հա մի քիչ դժվար է ճարվում Հայաստանում շատ թանկ չի էլի ասենք ոնց ասեմ ամսվա մի կտրվածքով 7000 դրամի մասին է խոսքը տենց որ ասեմ բայց դե հիմնականում դրանից չի որ բա հորմոնից են խուսափում հորմոններն էլ այսօր գայլախտի բուժման մեջ այն սկզբնական փուլերում երբ որ առաջ անգամ ախտորոշված է նշանակում ես բան բայց հետո իջացնում են մինիմալի այսօր մոտեցում ունենա որ հանես հնարավորինը շուտ հորմոն պրեդնիզոլոն եւ այնպես դրա համար էլի լավ կլինի լսեն բժշկին լսեն մարդկանց ովքեր գայլախտի հետ փորձ ունեն ու անեն այն ինչ որ ասում ենք տենց վատ չի այսօր սենց ընդհանուր որ հետադարձ հայացք նայեմ եսի ինչ ահռելի փորձ չունեմ բայց 10-13 տարվա փորձը սենց նայելով ժամանակին շատ ծանր էին գայլախտները հիմա տենց ծանր գայլախտներ եզակի են ելնում որ 10 տարի առաջվա գայլախտներն եմ հիշում ու հիմիկվա գայլախտ չգիտեմ խիա տենց միգուցե շուտ ենք ախտորոշում չի դառնում այդ ձևի բան հետո այսօր դեղորայքն են հասանելի դարձել դեղեր կային որ ժամանակին տասնյակ հազարավոր դոլարների մասներ խոսքը հիմա իրանք դարել են 300,000 դրամի կարգի որը տարին երկու հատ պետք է արվի օքեյ մարդիկ կարում են էլի հա անում են ու ահագին բան ոնց որ չի խախտվում էլի այնց որ առաջ գնում է այդ ամեն ինչը ռևմատոլոգիան առաջ գնում է ռևմատոլոգիան դեպ շատ դինամիկ զարգացող գիտություն է ամեն տարի ինչ որ նորություն կա ինչ որ բան մենք դեղ ունենք օրինակ ռևմատոիդ արտի համար որ 3 տարի առաջ է բանը ստացել իր ապրուվը ստացել ու ինքը կիրառվում է ամեն անգամ մի նոր բան լինում է բայց դե մարդիկ մեկը հորմոններից խուսափում են իհարկե հորմոնները խաչն հիմնազորությունը գիտեմ դժվար բան է իր խնդիրներով իր կողմնակի էֆեկտներով բայց իրանց գրագետ չափավոր ժուժ կալ օգտագործելու դեպքում իրանք փրկություն են բայց սկսենք նաև որ այդ հորմոնների որոշ մասը մեր օրգանիզմն ինքն է արտադրում մենք ուղղակի դա կորտիզոլը մենք ուղղակի իրանց կողքից հուշում ենք էլի ինչ պետք է անել Դուք նշեցիք, որ շատ հիվանդներ ձեր մոտ գալիս են անիմաստ։ Երբ կան ձեր մոտ, երբ չէ, որ ախտանիշն է։ Ձերը, որը ախտանիշը ձերը չի։ Okay, շատ լավ հարց է, բայց ոչ թե անիմաստ են գալ այդ մարդիկ հույսով գալիս են, որ էսա իրանց խնդիրը լուծվելու է, որովհետև իրանց հարևանին լուծվել է, ու իրանց թվում է դա նմանատիպ բաներ կամ նույններ բացարձակ։ Ռևմատոլոգի մոտ գալ պետք է, երբ որ հոդ է ուռում, միանշանակ առաջի զանգակը ուռած հոդ եղավ, այդ կլինի ծուն, կլինի ոտնաթաթ, կլինի դաստակ, առավել եւս դաստակ, այդ բանա, սոս գանգատա, պետք է գնալ ռևմատոլոգի։ Ռևմատոլոգի արժե գալ, երբ որ առավոտ զարթնում ես ու ձեռքերը չի փակվում կամ դժվար է փակվում, այստեղ ինչ որ կարկամվածություն կա այդ վաղորդյան կարկամվածությունը։ Էդ էլ է ռևմատոլոգի գանգատ, որ կհաստատվի կամ կհերկվի, այդտեղ հաստատ ռևմատոլոգ պետք է։ Ռևմատոլոգի պետք է գալ, երբ որ ստորին վերջույթներին մանավանդ կարմիր գույնի անհասկանալի պուտիկներ է հայտնվում, կարող վասկուլիտ լինի։ Ռևմատոլոգի մոտ պետք է գալ, երբ որ կա առանց պատճառի ջերմություն, երկարատև, այն որ մարդիկ հազար բան հետազոտել են, ոչ բան չեն գտել, էդ էլ է գլխաբան։ Ռևմատոլոգի մոտ պետք է գալ, երբ որ բերանում անընդհատ վերքեր, խոցեր են առաջանում։ Էդ էլ կարատակից ուրիշ պեղչետ կամ այլ հիվանդություն ընկնի տակը։ Ռևմատոլոգի պետք է գալ, երբ որ առավոտ զարթնում ես ու տեսնում ես մեջքումդ բռնվածություն ունես, մի կերպ ես գնում միջև զուգարան լվացվել, բամա մեկի լորվա կեսից կորում է զգացում, որ ուրիշ մարդ, դու հաջորդ տարավոտ էլի նույն ձևի, այդ կարասպոնզիլո արթրիտների ժամանակ այդ ձևի բան լինի։ Ռևմատոլոգի մոտ անիմաստ է գալը, եթե վնասված ինչ որ բան ունես, մենիսկա վնասված, ռևմատոլոգը շատ բան չի կարող անել։ Ողնաշարի օրինակ MRT արած ունդեղ գրիժաներ կան, ոտքը ցավում է, մարդը մտածում է այն հարևանից ոտներն է ցավում, գնացի հենա լավ է։ Ես գնամ, տենամ լավ է։ Այնինչ գրիժա է, վիճվողնային ճողված կա, այդ մեր մասով չի։ Մեր մասով չեն նաև ալերգիկ ցանավորումները, որովհետև շատ ենք ցանով մարդ տեսնում։ Ցանավորված մարդը դե դժվար է տարանջատել, դա ալերգիա է, թե վասկուլիտ է, շատ ժամանակ մենք ենք դժվարանում, ուղարկում ենք մաշկի բիոպսիայի,
հիստոպաթոլոգն է դժվարանում, այնց որ ալերգիկ հիվանդությունները ալերգոլոգիայի տիրույթում են։ Ու ամենաշատը նայում ենք մարդիկ, ովքեր ունեն, ու մենք մեզ անզոր ենք տեսնում 4-րդ աշճանի օստեոարթրիտներին, այն արթրոզը, որ հոդը մաշվել, տենց արդեն էնդոպրոթեզավորման է, էլի կոնք կլինի կամ ծունկ կլինի, գալիս են ինչ որ բանի ակնկալիքով, բայց այդ վերջի ստադիաներում այնտեղ պրոստը էնդոպրոթեզավորման պետք է փոխել, դնել մետաղական, մարդը շարունակի իր կյանքը։ Էդ էլ մեր ժողովուրդը խուսափում է, շատ մեծ խնդրեմ, որ ասում ես պիտի էնդոպրոթեզավորման գնա, ինչ ես խոսում, էդի ես լսել եմ, վիրահատում են էլ կյանքում վերջ չեն կենում տեղից, բան։ Այդ այդքան էլ տես չի, էլի աշխարհում շատ թեթև շատ բան, ասենք լավ դրան վերաբերվում են։ Իհարկե արժեքը շատ ժամանակ սահմանափակող է, 2 միլիոն մի քիչ ավել, տենց։ Ոնց որ դա մտնելու է համապարփակ ապահովագրության մեջ։ Շատ լավ կլինի։ Մի դոկտոր ես մտածում եմ, երբ որ ապահովագրությունը լիարժեք կմտնի մեր ոլորտ, շատ հարցեր բժշկի ուսերից կընկնի։ Օրինակ հիմա մեր համար ես անդադար կրկնում եմ, ինքան հեշտ է, որ օնկովիրահատությունները անվճար են։ Ճիշտ է, պետությունը կարող է մեկ կես գումարը փոխանցել շուկայական արժեքից, ասենք վիրահատությունը արժենա 1 միլիոն դրամ, պետությունը տա 450,000, բայց էլի մի բան է, որ դու կարող ես կազմակերպես գոնե այդ վիրահատական, գոնե հիվանդանոցում ոչ մեկ չի ասում, ողի ես մտցնում այդ մարդուն, ու ամենակայֆ բանն է, որ մարդը ասում է, ինչ արդեն մտքում տունն է վաճառը, մեքենան վաճառելա, վարկերի տակ է մտնա, դու ասում ես, չէ, ոչ մի բան պետք չի, ուղղակի առավոտ նասկի թազա կհակնես, ինչ որ սպորտիվ կեքդ կվերցնես, կեֆիր բան կվերցնես, կգաք ընտանիքով վիրահատվելու։ Բեղջետի հիվանդությունից խոսացիք, ի՞նչ է բեղջետի հիվանդությունը, ինչ է ներկայացնում։ Բեղջետի հիվանդությունը ինքը շատ ունիկալ առանձնացող հիվանդություն է մեր հիվանդությունների մեջ, նախ եւ առաջ ինքը բնորոշ է մեզ հայրից։ Շուտ շատ է մեծ ռևմատոլոգիան բնորոշ է։ Հա, դե չէ, օրինակ բաներ կան մեզ բնորոշ Շոգրենի հիվանդությունը, ռևմատոլոգիա, բայց հայրին вообще բնորոշ չի։ Հյուսիսային ժողովուրդներին է բնորոշ։ Բեղջետի ժամանակ ինքը իդեպ ունի նույն տարածվածությունը աշխարհագրական, ինչ որ պարբերական է։ Ու միշտ զուգահեռներ փորձել ենք տանենք, դաժե երկու հետազոտություն ենք հրապարակում ունենք բեղջետի ու պարբերականի, որտեղ երկուսն էլ միջերկրածովյան ավազանի ժողովրդին ալնում, երկուսն էլ աուտոբորբոքային է, երկուսի վրա էլ կոլխիցինն աշխատում է, շատ բաներ կա մոտիկ, որ իսկ ինչու է տարբեր։ Չէ, բեղջետի ժամանակ բերանում վերքի են ելնում անընդհատ ավտաներ, ստամացիտներ, սեռական օրգաններին են խոցեր առաջանում, խոցանեկրոզիկ ախտարումներ, թե արտաքին թե լինում կանանց մոտ նաև ներքին, ներքին էլ ներսից ավելի չերևացող, տրոմբալինում հաճախակի կրկնվող օրինակ զարկերակի տրոմբոզ, տղա է ջայել 25 տարեկան, ինչ խաբարա, մի տարվա մեջ երկու զարկերակ տրոմբոզվի, հաստատ պետքա բան փնտրել տակը, բեղջետը սենց։ Իսկ առաջի անգամից հետո է արդեն պետք է փնտրել։ Առաջի անգամից իհարկե պետքա փնտրել, որտեվ շատ մարդիկ ասում են, որ գալիս են տրոմբոզով կամ տարած ինսուլտ է, 30 տարեկան տղա է ինսուլտ է տարել, որ գալիս է ռևմատոլոգ, շատ չեմ հասկանում խի եկել ձեր մոտ, բայց ասել եմ տիգնազ ռևմատոլոգիա, ասում եմ թղթերը նայում, ասում եմ բերանում վերքերն ասել ես, ասում եմ փոքր ժամանակից այդ ավտաները լինում է, բայց դի շկապ ունի ինսուլտի հետ, ու հոп կամաց, ես ասում եմ մաշկի դուրս տված կամ եկել հա դե պոզուկները, ով չունի պոզուկներ, բացում տերնում ես ակնեանման ցանավորում, որը բեղջետին բնորոշ է։ Հոդը դու եղել է որ ուռի հա դե ծունկս ջուր է լսվում բան կաղամ ենք դնում աստում գնում է էլի տենց ինչ ու պարզվում է որտեղ տակից բեղջետ էր էլի դա պետք էր պարզել հենց որ բեղջետը շատ ինքը հենց հետաքրքիր է որ եթե իր մասին չմտածես կյանքում չես ախտորոշի եթե մտքովը չանցնի չես էլի կլինիկական տվյալները չի տանում քեզ դեպի բեղջետը դու պիտի նստած կարող է բեղջետ ալը սպասի հարցնեմ իսկ sense բան եղել է իսկ sense բան եղել է իսկ sense բան եղել է այսինքն պիտի հարցնես սեռական օրգանի ցանավորում տրոմբի անամնեզ մաշկի ցանավորում բերանի խորոչի ցանավորում արթրիտներ բանը ասենք 9000 հիվանդության բնորոշ ինչ-որ բաներ հենց այդ այ մարդը բերանի խորոչի բանը գնում է ստոմատոլոգի հետ մարդը շատ է բանանում գնա ռևմատոլոգի սատաների հա ստոմատիտ կունենա նույնը նաև սեռական օրգանների ախտարում եղավ բնական է տղամարդ գնա օրոլոգի կինը գնա գինեկոլոգի մաշկի վրա դուրս եկավ գնա մաշկաբանի այսինքն շատ պիտի բախտը բերի հոդը ուռի որ գնա ռևմատոլոգի ենել մտքով անցկացնի սկսի տակից փորել զարկերակի տրոմբոզ զարկերակի տրոմբոզ այդ անոթայինները պիտի բան բայց հիմա զգոն են մեր անոթայինները երիտասարդ տարիքի ցանկացած տենց իվենտ եղավ ուղարկում են էլի նայում բեղջետն էլ ունի այդ իր ունիկալությունը էլի բեղջետը շուտ ախտորոշես վաղ հետո չի խնդրեմ դառնում մի հատ էլ առանձնահատկություն ունի բեղջետի աղիքի ախտարումը կրոնի ախտարումից բացարձակ չի լինում տարբերել կոլոնոսկոպիկ էլ բիոպսիա հա իսկ կլինիկորեն դե ունի արդեն առանձնահատկություն որ
մտածում ես, որ դրա մասին է, էլի։ Նույնիսկ բիոպսիայի մեջ բիոպսիա նայողը գրելու է կրոն։ Այդ ձև նման է։ Դրա համար արժե որ կլինիկական տեսանկյունից գաստրոենտերոլոգների հետ այդ համագործակցություն։ Էլի միջդիսցիպլինար ռևմատոլոգներին միշտ խաղացնում են։ Բան չի, օրինակ նույն արոնաբանները հաճախ մատ գնա ռևմատոլոգի տեսես ինչ է, ասենց գաստրոները, օրթոպեդները, նյարդաբանները, բոլոր այդ միջդիսցիպլինար կապը կա, էլի։ Ժամանակին երևի շատ չի եղել, որովհետև միգուցե գալիս են այնց, որ մեր բոլոր նեղ մասնագետները այս կոնգրեսներին գնում են, լսում են, որ չգիտեմ, բացի են, որ ազդրային զարկերակը տրոմբոզվեց, պետք է SNSN անես, այլ պատճառ փնտրելու համար արժե մի հատ ռևմատոլոգի, չգիտեմ, կոնսուլտացիա ստանալ։ Իսկ սենց հարց, իմ սիրած հիվանդություններից մեկը իմ գործում, որ դες որ ախտորոշվում է, թող բոլոր հիվանդները ներեն կամ որ պետք է դրա բուժմանը գնա վարիկոցելն է։ Շատ եմ սիրում իր վիրահատությունը, իր հիվանդներով զբաղվելը, որովհետև իրանք արագ վերականգնվում են 10 հիվանդից 8-ի, 7-ի, 8-ի մոտ սերմը 3 ամսում դզվում այլ չան էլ հասնում է 3 երկրորդ սպերմոգրամային հղիացած հետ են գալիս։ Չգիտեմ ինչ որ sense բան, որ վարիկոցելը մեծ sense ունիկալություն ունի, ինչքան բարդ է վիճակը, ինչքան լայն են անոթները, այդքան հեշտ է վիրահատելը։ Հա, բացում ես, հոп, թռավ աշկիտ դեմ է, սկսել կապել եւ այլն դուք ունեք այդպես հիվանդություն ռևմատոլոգիան, որ ախտորոշում եք, ասում եք ջանդզեց, շատ լավ կվերականգնենք ես այսօր տարակ կանենք։ Տենց հիվանդություն, մեր ռևմատոլոգիան չի ավելի նուդնի է, տենց ավելի դժվար է, բայց այտենց մի քիչ բան որ համ ախտորոշումն է, համատաբար ավելի հեշտ, համ բուժման պատասխանն է ավելի տենց գոհացուցիչ մարդն է գոմնում դուել, բայց դա մեկը քրոնիկ է, էլի պետք է ամբողջ կյանքը զբաղվել դրանով։ Այդ պատագրան է։ Պատագրայի ժամանակ, երբ որ հեշտ տենց միջանցքից կարող ես ախտորոշես որպես կանոն։ Մարդը չոլախ։ Հա, տենց տղամարդ ջանով, տենց նորմալ ուտող, խմող բան, ոտնաթաթը այտուցված, ցավացող, գալիս մախր ոչի բան չի եղեք, նորմալ գնացի քնել եմ, առավոտ զարթնել եմ, մեռնում եմ ցավից։ Իդե պատագրայի ցավը համատում են երիկամի քարի ցավի հետ, էլի, մեկ էլ ծննդաբերության ցավի, այն որ տղամարդու զգացած ամենաուժեղ ցավերից մեկն է պատագրայի ցավը։ Ինչն է իր պատճառիչ մեխանիզմով է ինքը աշխատում։ Սենց հալնում։ Միզաթթու օրգանիզմում մենք չենք արտադրում։ Միզաթթուն սննդի միջոցով է գալի։ Ու նորմայում կան մեխանիզմներ, ֆերմենտներ կան, որ կապում են միզաթթուն, մեզի միջոցով դուրս են բերում ու արյան մեջ պահպանում են մի հատ ինչ-որ նորմալ մակարդակ, նորմալ մինչև 420 միկրոգրամ մասին, այդպես պահում են։ Կան դեպքեր, որ այդ ֆերմենտը չկա կամ կա քիչ, մարդն էլ տեղից շատ է օգտագործում, այն սնունդը, որի մեջ միզաթթուն շատ է, չի հասցնում այդ ֆերմենտը կապի դուրս բերի, միսը ու կամ միզամուղ բաներ, գարեջուրը։ Ու չի կարող դուրս բերի, աճում ա թիվը, բայց մենակ աճելը հերիք չի։ Մի քիչ էլ նպաստավոր պայմաններ ալնում ու ինքը բյուրեղանում վերածվում է նատրիումի մոնոուրատի, այդ նատրիումի մոնոուրատը ասեմ բյուրեղա։ Բյուրեղը գնում է իր սիրած տեղը առաջին հիմա ֆալանգային հոդես, բուտմատիես, կոճ ասած է, էլի։ Այդտեղ նստում է, մակրոֆագները խեղճ, տեսել են ընդ բյուրեղ է եկել, առաջի կռիվը իրանց վրա է։ Գնում ասում են, ինչ օտար բաներ։ Իրանց ֆագոցիտում են։ Հա։ Այս որ ֆագոցիտում են, ու իրանք պատրաստվել են իրանց սաղ էնզիմները, բան, որ իրանց ֆերմենտացիա են թեք, որ իրանց մարս են։ Բայց այնքան չամուր բան է այդ բյուրեղը միզաթթվի, որ պայթացնում է ֆոսֆոլիպիդային թաղանթը մակրոֆագի ու ցանկացած բջջի, որ եկել է ֆագոցիտելու։ Ու բոլոր այն ֆերմենտները, որոնք որ պատրաստ էին իրան մարսելու, թափվում են սինովիալ թաղանթի վրա ու մի հատ գազան բորբոքում է սկսում, հիմնականում առավոտվա 6-ի կողմերը, այդ կինոն այդ ժամանակ է սկսում։ Ու մեծ բուրըն է, որ խայտարակ ցավ, այտենց գրականության մեջ տերվին կա կոչվում է սավանային ցավեր։ Պրոստին կպնում, հա, սավանը կպնում է մարդը ոտը վեր է թռնում։ Որ տենում ես 100 կիլոանոց տղամարդը ձիգ, բան, որ սես կուչա եկե, այդ մի սուտի բանի պատճառով խայտարակ ցավ է։ Ինքը հա, ինքը լավ կառավարվում է, եթե adekvat բուժումը սկսվի, արդեն իրիկունը ինքը օքեյ կլինի, ով որ չգիտի ինչա, միջև հասնում է բժշկի, միջև ախտորոշում բան, մի քիչ ավելի դժվար, բայց նույնիսկ ներհոդային ներարկումը, որ հոդի մեջ ներարկում ես, ինքը շատ լավ պատասխանում է ներհոդային ներարկմանը, բայց առանց նույնիսկ ներհոդային ներարկման ինքը լավ պատասխան։ Այդ խնդրի մի կողմ է, հաջորդ կողմն նա ոնց անես այդ միզաթթուն ցածր պահես, որտեվ այդ պահին այդ մարդը տեսավ իր խնդիրը լուծվեց, վերջ, մոռանում է, որ ինքը պետք է դիետան պահեր, պետք է դեղ խմի, որ այդ միզաթթուն ցածր մնա եւ այլը, ու ամեն անգամ սրացումից սրացում ենք իրար տեսնում, որ արդեն չեղավ բուժում։ Եղավ որ այդ ռեմիսիա ենք ապահովում։ Հա, մահացու վտանգ կարա ներկայացնի իրենց։ Նեֆրոպաթիա։ Ռևմատոլոգիական սա հիվանդությունները սիրում են նեֆրոպաթիա։ Հա, երեկամ որտեվ այդ նույն ձևի բյուրեղները կարան կուտակվեն գծիկների վրա, ազոտ հետո կրեատինին ասինքը բարձանում, երեկամային ամբողջություն
քրոնիկ երիկամային հիվանդություն, դիալիզ, տոֆուսներ, տգեղանում են մատերը, ոտնաթաթերը, չէ ինքը բան է, բայց այն առումով որ բուժմանը լավ պատասխանում է ու в принципе եթե մարդը adekvat լսի խորհուրդն է, հարց չի ունենա։ Ալոպուրինոլ ռեմիսիայի համար որ միզաթուն ցածր պահես, կոլխիցինը հերթական անգամ սրացման ժամանակ, որ ստերոիդայիններ, եթե կարիք 7 երկրի կոլխիցինի մասին է։ Որ երկրի կոլխիցինն է լավը։ Այդ կռիվը հիվանդների մեջ շատ Իմ համար այդ միֆ է։ Իմ համար կոլխիցինը է։ Ծնողի համար զավակը։ Կոլխիցին խմող մարդու համար ֆրանսիական ունի, անգլիական ունի, հայկական։ Ախր շատ հետաքրքիր է։ Մարդ հիվանդներ կա ռեալ դրա հետ են կապ։ Ասում են իտալականը խմում ենք լավ ենք, ֆրանսիականը խմում ենք լավ չենք։ Այդ անհիմն պնդում է։ Կան մարդիկ որ տանելության խնդիր ունեն։ Իրոք, կա կոլխիցին, խմում ես, դե կոլխիցին գլխավոր կողմնակի էֆեկտը լուծն է։ Աղստամոքսային մի քիչ ինչ որ դիսպեկտիվ երևույթներ բան։ Ավելի շատ վատ են տանում դեղը։ Սկսում են քիչ խմել։ Ու ասում են չի օգնում։ Որ այն ալերգիա ունեմ այդ դեղից, հա, բայց բարձում ալերգիա չէ։ Չէ, կոլխիցինից ալերգիա է երկու դեպքեր եմ կյանքում։ Տեսա ռեալ ալերգիա կոլխիցին։ Մնացած պրոստը դեղի հետ կապված կամ ինչ որ շղարշներ, միֆեր, բաներ առասպել։ Ես այն օրը հիվանդ եմ տեսել, ինձ այնց բան ասաց, որ ես շշմեցի, չհավատացի, հետո նայեցի թղթերը, որ իրան Ֆրանսիայում է ախտորոշել են, ընդերից էր չկար տես դեպք դեքսամետազոնից ալերգիա ուներ։ Ասենք ասում եմ դու աշխարհի ամենայդ հիվանդն ես, դու հասկանու դու շատ անբախտ մարդ ես, ասենք որ դու դեքսամետազոնից ալերգիա ունես։ Տեսականորեն պրոզիպտի չլինի, բայց գործնական։ Երևի ինչ որ նյութ կա, որ ստանալու համար սինթետիկ դեքսամետազոնը ստանում են, որ բան անեն, ես թվում է, հա որտեղ երեք մեկը գրել է վիտամին D-ից ալերգիա ունեմ, ասում ցավտան վիտամին D-ից չի, կապսուլա ժելատինից ունես, չգիտեմ ինչ որ ուրիշ բանից ունես վիտամին D-ից։ Մեջ արտադրվում է, էլի դու պետք է այդ ատարժենյան շատ ունենայր։ Անցնենք ձեր հունական կյանքին մի փոքր դրանից խոսանք, աստիկ մեծացել եք Հունաստանում։ Չէ, գնացել եմ ուսանող որպես, սովորել եմ ինստիտուտում։ 7, մի տարի լեզու, 6 տարի բժշկություն։ Հասկացա, բայց խի Հունաստան։ Ընդունվեցի ստեղ Հայաստան մեր հերացու։ Ինստիտուտը բժշկական։ Այդպես ծրագիր եղավ, որ ամեն տարի երկու հոգի կարար գնար ռազմաբժշկական ակադեմիա այնտեղ։ Հա։ Ու այդպես առաջտային որոշեցին արդեն իսկ առաջի կուրսեցիներից երկու հոգի ուղարկեն։ Ես տենց ստացվեց գնացի, ես ու Դուք ռազմական բժիշկ եք։ Հա, ռազմական։ Աշխատել եք Զորամասում։ Հա, իհարկե։ Քանի տարի? 5, 4։ Ուրեմն 2 մի տարի բժիշկ, մի տարի բժշկարարության պետ, 2 տարի բժիշկ։ Ոչ 4.5 տարի։ Հասկացա, որտեղ եք եղել։ Վայքում։ Վայքում։ Այսօր նոստալգիայով եմ հիշում ծառայության տարիներս, պահագալի մենք մեր բուժկետում ծառայած բժիշկներով շատ բան ենք սպլաչունի ենք շատ իրար հետ հավաքվում ենք միջև էս վերջի մի ամիսը կանանցով երեխեքը ուսանող են մեր արդեն բան այն ժամանակ նորածին ընդեղ ու որ ասում են չէր գնա ծառայելու ասում մեծ սիրով գնա ծառայել սաղովի կգնա ծառայել ստենդափ կա չի ասում եք 18 տարեկան տղուն տանում չի ուզում գնա այդ տղեն ծառայության ասում 40 տարեկան մարդկանց տարեկան մալ նա ինչ վազելով կգնա ոչ գործի գնալու ոչ բան օրը քնելու ժամը 8-ին զարթնելու առավոտը նոս կրիներ չեն անի բայց համաձայն եմ ես այդ մտքետ ու շատ բան ու ծանր ծառայությունն էլ պոստեր բան ինքը բան զորամաս է սահմանապահ զորամաս այնտեղ բավականին հունական վրա ուտելիքն եք ամենաշատը սիրում, կաչը դու ուտելիք որ կարոտում եք։ Ես հունական կուխնյայի գիժ եմ պրոստը, էլի, հա։ Ուտելիք, որ ասեմ, տենց մուսակա, պաստիցիո բան, տենց ուտում եմ շատ մեծ համը, բայց ամենաշատը դեղի ծովամթերքն է, որ բանը առաջացնում, որ էսա գնալու եմ հաստատ ուտելու եմ, էլի։ Երբ եք գնում։ Նոր տարում գնալու եմ 100%, մանավանդ հարսանիք եմ գնալու էսա տենց։ Կրասնոդարում կար հունական fast food-ի շատ լավ ռեստորան, որը հայերինն էր, իսկ սա ռեստորանում աշխատում են ուզբեկներ, ռեալ։ Բայց ինքը հունական ռեստորան։ Հա, ու դե ես եկել եմ Սկեպաստոն, իրեն Սկեպաստոն։ Ուշքս գնում էր դեսկե ու դրանից հետո ոչ Հունաստանում, ոչ Կիպրոսում, ոչ մի տեղ չկար, ոնց որ Կրասնոդարի Greek house, մեկը Կրասնոդարում եք, մեկը դե Greek house, ու ասեք ինձ տվեք Սկեպաստո, այն Սարակալիեցիա Պաբեդի փողոցի վրա, այդ ուզբեկ տղայը Սիրոժայր անունը, Սիրոժային ասեք ինքը կսարքի։ Այդ նույն ձևի Սալոնիկում խաչապուրի եմ կերել, որը ոչ մի տեղ Վրացանում ոչ կար։ Վրացիք են սարքում, ֆանտաստիկ խաչապուրի։ Ես այդ Սկեպաստոյի համը, դες գիտեք ոնց էինք իրան ուտում մենք բաժնով հերթապահ էինք մնում, մեկին ուղարկում ենք, դաստավկա չկար տեղի կոնկրետ այդ ռեստորաններից։ Գնում էին այդից բերում էին, որովհետև դες մի պորցիոն էլ 3 հոգու համար էր ռաշոտ, արած ես դա եմ չաղացել։ Էս ինչ տերում եք, դա Greek house-ն է, Կրասնոդարի։ Արդեն որ մոտիկ անում է, ասում եմ 317 ռուբլի, ասում եմ, конечно, ты Скепастон маунтин дюн մի հատ։
Մենակ ապրող մարդու Շատ լավ։ իսկ հունական բժշկությունը մերից շատ է տարբերվում։ Հույն բժիշկների հետ հա կապ կա, իրանք շատ առաջադեմ են։ Ճիշտ ասած, իրանք բան են, ակտիվ են։ Բոլոր եվրոպական ասոցիացիաների մեջ իրանք ակտիվ են, հետազոտությունների մեջ կան, բոլոր տենց ռեսերչներ, տրայալներ, բաներ իրանք լավ ունեն։ Էնդ վերին, երբ որ ես էի 2000-ականների սկզբին, տարբերվում էր, էապես տարբերվում էր։ Թեև այդ ժամանակ ես Հայաստանի բժշկությանը շատ լավ ծանոթ չէի, բայց հիմա եթե համատենք ռևմատոլոգիայի ոլորտը գոնե, տարբերություն գրեթե չեմ տեսնի, հələ մի բան էլի ռևմատոլոգի մոտ ընկնելը ամիսներ, հա, մեր մոտ հասանելիությունը մենք ունենք որակով բարձրակարգ ռևմատոլոգներ, որ հասանելիություն խնդիր չկա։ Այնտեղ այդ հարցը կա, բոլոր եվրոպական երկրներում կա, էլի։ Այդ ապահովագրական այդ բժշկության արդյունքներից է ու բնակչությունը այնտեղ շատանում է, մեկ-մեկ էքսպոնենցիալ շատանում է, օրինակ ինչ-որ պատերազմ եղավ միտեղ, սա ոչ են գնալու Հայաստան, Վրաստան կամ չինեն լոյալ են, ընդունում են Պակիստանից, բանից եւ այլ այդ կղզիներ, չեն կարա, նավերով գալիս են, հասնում են հունական կղզու եզրին, ռեզինի լոդկեն ծակում են, всё, լոդկեն բան անում խորտակվում է դենդեի այդ ծառայությունն էլ դե հսկում է որ սպասել մարդիկներ փրկելու ցանում է ցամաք всё արդեն իրանք դա տենց բաներ կա էլի իրանք տենց հույները ալարկոտ են այդ լեգենդը տես ճիշտ է այդ լեգենդը իրականում հա բայց էստոնացիք դանդաղաշարժ են այդքան այդ լրիվ այդ ոլորտի հա կրակի կտոր հույներ էլ կան հա չէի ասի թե բան բայց ընդհանուր որ զուգահեռներ տանես հա երևի մենակ ցենց խանութների ռեժիմը ունես երկու շաբթի առավոտ բացվում են ժամը 9-ին ժամը 4-ին փակվում են գնում են տուն որ սիեստան անեն իրենց 4-ին բացում են ժամը 6-ին նույնիսկ փակում են всё այդ խանութների ռեժիմն է գժվել էի Կիպրոսում սուվենիրի խանութ կար ես չէի կարող ժամ բռնել որովհետեւ ես մտեի սուվենիր առնել սուվենիրի խանութ ամենատուրիստական տեղերից մեկը Լիմասոլում ամենատուրիստական տեղն է միտը Փագա եփ գնում եմ փագա այդ խանութը, բայց այդ խանութը ամեն ինչ Google-ով բանով աշխատում է, որտես հայտնի սուվենիրների խանութ է։ Մեկ այնտեղ թղթաբանության հարցերում, ասենք դες կացուցիա դա, Xerox անենք, վար ժամը 3-ն է, չփագեն սա Xerox-ի։ Ժամը 4-ը։ Այդ մեր մոտ է 24 ժամ Xerox գիչ։ Ու մի հատ խանութ կար, բան կա, ուրեմն Լիմասոլի հենց կենտրոնական փողոցը որ կա, այնտեղ Մեդիտերանիա հյուրանոցի դեմը կա հայերի խանութ։ Ու խփածը հայկական դրոշ։ Այդ խանութներ որ առավոտ 10-ից մինչև գիշերը 2 աշխատում են։ Այդ արմավալակոտության հարցը, բայց դա քեֆ չի են, էլի։ Հա, դե նորմալ քեֆ չի են։ Այդ ես գիտեք ումից ես գասեմ արտիկան որ լատինական Ամերիկայում են, լում ասում են մարդկանց ոչ մի բան պետք չի, իստում է ծովից ու արևից է։ Իստում ես եմ ծովի ու արևի ինչ որ բանում ապրեք, ասես կյանքում էլ ինչ ա պետք է։ Իրիկունը նստես ծովափին նայես ծովի։ Բայց չէ, տենց ասում են իրանց։ Արգենտինացի մեծից արտահայտություն լսեցի ծանոթներից մեկը, ասաց Արգենտինայում այնքան բերը հողի է, տապոչկեն գցես հողի մեջ, տապոչկի ծառ կա չի։ Ասում եմ, բայց արգենտինացի չի ուզում գնա այդ հողը փորի, որովհետև քնած է։ Իսկ նայում եք հյուսիսի ժողովուրդները, մենք ռուսները, միս անապատային դեպրեսված ենք ինչ։ Դեպրեսված ենք, բայց ես որ մեկ-մեկ զարմանում եմ, ասենք դժվար, ասենք լատինական Ամերիկայում կարող է կա ես չգիտեմ Պյոտր Պերվի մեզ մեկը գար ասել այս ճայճի վրա մոտ քաղաք։ Չես ինչ որ։ Ես ումնասիրենք տենանք ոնց է։ Չեմպիոնների լիգան, ես մեր կոտ ֆուտբոլային բլից եմ պատրաստել, դա խոսենք։ Հա, իհարկե։ Այս վերջերս եկել եմ եզրահանգման, որ Չեմպիոնների լիգայի գավաթ տանելը աշխարհի առաջնության գավաթ տանելուց ավելի պրեստիժնի է։ Ես համաձայն եմ։ Ֆուտբոլիստներն էլ են կիսում այդ։ Հա, որովհետև երբ որ Չեմպիոնների լիգան տարին մի անգամ է, բախտի գործակիցը 0-ական է, իսկ աշխարհի առաջնում հասարակ մեծ կարմիր քարտ են ցույց տալի քո թիմին ու դու զրկվում ես։ Կարող է չմտածեն մենակ բրազիլացիք ու արգենտինացիք աշխարհի առաջնության, բայց աշխարհի մնացած ֆուտբոլային երկրները Դաժ գերմանացիք էլ վստահ եմ, ասենք Բավարիան Չեմպիոնների լիգը տանելու շատ ավելի մեծ բան է, քան թե։ Դե հենց այդ եմ ասում։ Այսինքն դուք եք հավատում, թե Չեմպիոնների լիգա չեմպիոն լինելը անկասկած։ Իսկ օրինակ էս կոնֆերանսի ակումբային աշխարհի առաջնությունը ինքը ինքը շատ ազիջում։ Դե ինչքան պիտի հաց ու պանիր ուտի, ինքը չգիտեմ որը որ տեղն է, կարող առաջնահերթություններով կարող է 6-րդ 7-րդ։ Բայց ես օրինակ ուզեմ միշտ տենամ ամեն տարի օրինակ Չեմպիոնների լիգայի չեմպիոնի Լիբերտադորեսի գավաթ չեմպիոնի ինչ-որ խաղ տենամ։ Իդեան շատ լավն է, գայթակղիչ է, բայց երբ որ իմպլեմենտացիոն փուլում է, մի ձևի չկա այդ Boca Juniors դեմ PSG-ի, հա, բայց դե իհարկե հետաքրքիր է միշտ նայելը։ Համոտ Լիվերպուլը մի հատ գրել է։ Ինչը Լիվերպուլը աշխարհի աշխարհական դե Լիվերպուլը շատ բան է գրել։ Լիվերպուլից Beatles, թե Լոնդոնից Rolling Stones։
Մենակ է որ Լիվերպուլից է միանշանակ, բայց չէ սենց տենես Beatles։ Beatles, էդ էլ է։ Եթե Մանչեսթերից էլ ներելի կաս։ Կա Մանչեսթերի խաղացող, որ պատմության մեջ խաղացել է, կուզեիք Լիվերպուլում խաղար։ Էրիկ Կոնտանա։ Այդ գժին ուր գիժենք։ Մեկ էլ Սեր Ալեքս Ֆերգուսոնի հանդեպ մեծ հարգանք կա անկախ ամեն ինչից, այդ մարդը էլի լեգենդար անձնավորությունն է, չես կարող խորանալ։ Հիմա այնպես դժվար է Սեր Ալեքսի պես տրեյներներ կան, ինձ թվում է Լուիս Էնրիկեն, հա, PSG-ն որ ինքը միակն էր, որ Բարսելոնում էր Մեսսին չէր հանում դաշտ։ Մեսսի վրա ջղայնանում էր տրեյներով ինչ որ բան չէր, դու չես գալի դաշտ Մեսսին, հա։ Դե տղայս այդ ռիսկ ունեցի մի խաղացրու։ Հետաքրքիր չէ որ դու աշխարհում, հա, բայց հիմա տրեյներներ կան, նեք Անչելոտին Վինիսիուսին տեղ էր տալի, հիմա դու բոլորին դուր չի գալու, որ Ալոնսոն Վինիսիուսին տեղ չի տալիս։ Հանում է դաշտ, տենում է Վինիսիուսը էլի սկսավ մենակալ, դու սարի դաշտից։ Ալոնսոն բան կերպարա։ Ալոնսոն մեր օրերի շատ լավ, շատ այնց օրինակելի մարզիչի, вообще տղամարդու, թափս անհատի կերպարա է, կերպարա հենց, հա։ Իսկ Ռեալ Մադրիդի խաղացող որ Լիվերպուլում խաղար պատմություն մեջ։ Զիդանի սենց տնեց սիրել եմ անկախ ամեն ինչից, մինչև Յուվենտուս ժամանակներից։ Ու Զիդանի տաղանդով հանգստությամբ այդ իր դաժե մատերացի պատմությունների ժամանակ ես կուզեի Զիդանը այդ բանը այդ խաղը շատ օբիդնի էր ֆրոսեն ոխր Էտա աշխարհի առաջնության ֆինալ էր։ Հա, եթե Զիդանը մնաց դաշտում, եթե Զիդանը մնար դաշտում, ոնց կավարտվեր այդ խաղը։ Հա, հենց այդ եմ ասում էլի, ասենք, իսկ Չեմպիոնների լիգան ինքը տենց գծած մրցաշար է, որը նախ դու պետք է քո տեղային առաջնությունում փայլես, հետո խմբային փուլում փայլես, հետո չեմ կարծում որ եղած լինի շատ հաճախ, որ չհաղթի ուժեղագույնը։ Միշտ ով որ հաղթել է, դե ասում ենք ուժ։ Լինում են այդ ֆինալում պատահականություններ, բայց որ հասնես ֆինալ ով է հասնում պատահական։ Չի ելնում, էլի դա եմ ասում։ Ինտերը որ Բարսելոնայի երկրպագուներն են շատ քննադատում, ասում են Ինտերը պատահական հասավ Բարսելոնի, բայց Ինտերը Հոմենակ Բարսելոնի հետ չէր խաղում, այդ մարդը ինչքան թիմ թողեց։ Թիմ թողեց հետևում, եկավ հասավ PSG-ին, Լուիս Էնրիկենն էս թիմ էր հավաքել, որ այսօր վախենալու թիմ է PSG։ Տարի պրոստը այն ի սկզբանե պարզել որ գելու գազաններ են խաղում։ Այն ինչ էր, այն Կվարացխելյան, եկավ տարվա կեսից Կվարացխելյան вообще ունիկալ է։ Այդ տարի համ դարավ Իտալիայի չեմպիոն, Նապոլիում է խաղացել կեսը։ Համ դարավ Ֆրանսիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի չեմպիոն։ Սուպեր գավաթով բանով էլի մեծ տաղանդումն է այդտեղին։ Չէ, հպարտանել է վրացին այսօր Մամարդաշվիլին ձեր դարպասներում է Լիվերպուլի, ասենք մի օր կպատկերացնենք որ Մամարդաշվիլի այն օրը Ռեալի խաղում քանա սեյվ արեց։ Չէ, լավ է խաղում, Ալոնսոյին արժանի փոխարինում է, իհարկե Ալիսոնի։ Իհարկե Ալիսոն հələ չի դարել, բայց թող փորձ հավաքի վաղ մյուս օրը երիտասարդ։ Լիվերպուլը մի պահ շատ սկեց Բենիտեսից հետո կամ շատ Բրենդան Ռոջերս եւ այլ բան, այդ դե ահա լյուբոյ թիմ ունենում ամեն թիմ ունենում է այդ այդտեղ առաջնությունում 7-րդ, 8-րդ ինչ որ sense բան։ Հա, բայց հիմա այսօր United-ը ունի, ով կարող ասի United-ը ուժեղ թիմ չի։ Հա, այդ խեղճին էլ մարզիչ փոխելով, բայց մեկը ինչ որ մի բան չի ստացվում։ Կգա մի պահ նորից իրա կգա parking կարծում եմ։ Հա, Manchester United-ն է։ City-ն, ես որ City-ն արաբները առան, ես չէի պատկերացնում City-ն հարուստ պատմություն ունի մինչև այդ, նույնը Աբրամովիչը մինչև Chelsea-ն։ Ես իրանց ընկալել եմ որպես կոմերցիոն թիմեր, բայց հետո ես հասկացա, չէ, սրանք լավ հարուստ պատմություն ունեն։ Հա, ու չէ, City-ն էլ այսօր հետաքրքիր է ինչքան էլ արաբներն առնում են, թիմը դառնում են ժամանակ, երբ որ իր հոգեբանությունն է դեռ մեն Paris Saint-Germain-ը միլիարդներ ծախսեց, Neymar, Messi, Suarez խաղում է իր մոտ, ինքը Sergio Ramos, չգիտեմ, այնտեղ հզոր թիմ հավաքում, բայց դարավ թիմ, երբ Լուիս Էնրիկեն եկավ ասաց, չէ, ինձի այս մարդիկ պետք չեն, ինձի պետք են Ուսման Դեմբելեն, որը Բարսելոնում պրավալ գնաց, ինչպես դեն ձեր են Ոսախ Դեմբելեն այդ արժեքները, այդ փողերը ու իրա ցույց տված արդյունքը։ Բայց այսօր Դեմբելեն, այսօր PSG-ն էդի աշխարհի ես Ռեալի հետ որ խաղում են, շատ վախում էի Լիվերպուլից ու վախը արդարացվեց, Լիվերպուլը կարար մի 5-0 հաղթեր, եթե Կուրտուան չներ դարպասում, չէ, ասենք Վան Դեյկին անցնել է այսօր, պաշտպան որպես չկա այդպես բան։ Ու այսօր մյուս թիմը որից վախում եմ, այդքան Բարսելոնաից չի, այդքան Paris Saint-Germain-ից, որովհետև Ռեալը կոդրվելու մեծ օբյեկտիվ տենց է։ Paris Saint-Germain-ը որ խոդի է անգնում 5-0 Չեմպիոնների լիգայի գրալով գնում։ Դե ինչ, սիրելիներս, ով ֆուտբոլի մասերը չի հավանի իր գործն է, թող առաջ տա, մեր այդ Նայիրի բժշկական կենտրոնի
ռևմատոլոգիական ծառայության ղեկավար Վահան Մուկուչյաններ, դոկտոր Մուկուչյան, մերսի հրավերն ընդունելու Ես եմ շնորհակալ։ Շատ հաճելի զրույց էր, մեկ-մեկ զրույցներ կան, որ ես եմ հաճույք ստանում, դա այս զրույցներից մեկն էր։ Մի շնչով ու սենց Հուսանք ֆինալում մենք իրար կհանդիպենք, իրար հետ գարեջուր խմելով կնայենք, հա։ Սիրով։ Դե ինչ, դուք էլ չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, լայքի կոճակը սխմել, զանգակը սխմել։ Սխմեք ինչ որ ձեր ձեռի տակ ընկնում է, իսկ եթե դու ուզում ես ունենաս քո ոդկասթը, քո գովազդային արշավը, Spin Ideas Agency-ն քո կողքին կանգնած է։ Առողջ եղեք։